Նախագիծը սկսվեց 60-ից ավել մասնակցով, այսօր եզրափակիչն է, այսօր ընդամենը 14 հոգի է ասել այս փուլ, որոնք մրցելու են միմյանց դեմ 2 միլիոն դրամի համար։ Մենք ականատես եղանք էմոցիոնալ հաղթանակների, ինչպես նաև դառը և անկանխատեսելի պարտությունների, բայց նաև հետաքրքիր վերադարձերի։ Այս նախագիծը ամբողջովին տատանումների մասին է։ Եթե դու ուզում ես անընդհատ տեսնել փոփոխություններ, այս նախագիծը քո համար է։ Եվ մենք ամբողջ եթերաշրջանում վայելեցինք, զգացինք ամբողջ նախագծի ինտրիգները։ Եթերաշրջանը դեռ չի ավարտվել, որովհետև առջևում եզրափակիչն է։ Դե ինչ, եթերում Arm Games-ն է։ Մարիամ ջան, եւ սիրելի հեռուստադիտող, 7 շաբաթ բոլորս վայելել ենք, վստահ եմ, ապրել ենք Arm Games խաղով, այսօր 8-րդ շաբաթն է, եզրափակիչն է եւ առաջին խաղն ենք սկսում։ Մասնակիցներն արդեն դիրքավորված են, ասեմ, որ եզրափակիչի ժամանակ ունենալու ենք միանգամից 3 խաղ։ Էլ չեմ ասում սպասման ռեժիմ, խաղարկություն։ Սպասման ռեժիմներ ունես։ Մեկ անգամ։ Սպասման ռեժիմ միայն լինելու է այս խաղից հետո։ Որից հետո այլևս ով թռնում է, նա թռնում է։ Բացատրեմ առաջին խաղը։ Բացատրեցինք։ Խաղը կոչվում է ձեռք-ձեռքի։ Մասնակիցները երկու կողմից բռնում են ծանրաքարը, պետք է օգտագործեն միայն ձեռքերը, ձեռքը հնարավորություն ունի հենել մարմնին, չի կարելի որ քարը կպնի ուսին, ոտքին, որևէ այլ մասին։ Պարտվում է այն մասնակիցը, ում երկու ձեռքերը մնում են առանց քարի։ Այս պահին այստեղ կանգնած մասնակիցներից ընդամենը 6-ն են անցնելու հաջորդ փուլ։ Ասեմ ավելին։ Լուրջ ես ասում։ Այո։ Հաջորդ փուլ ասված հաջորդ խաղ։ Արանքում լինելու է սպասման ռեժիմ։ 2 հոգի մի անգամից լքելու են Arm Games-ի եզրափակիչ խաղը։ Այն երկու մասնակիցներ, ովքեր առաջինը 2 ձեռքը բաց կթողեն եւ ծանրաքարը կընկնի գետնին, պարտվում են։ Նրանք լքում են նախագիծը։ Իսկ ովքեր են գնում սպասման ռեժիմ։ Մնացած բոլոր մասնակիցներն ասում են սպասման ռեժիմ, բայց ուրախալի բան ունեմ քո համար։ Երկու հաղթողները մի անգամից գնում են երկրորդ խաղ։ Այսինքն մենք ունենք 2 հաղթող, ունենք 2 պարտվող, մնացած բոլոր մասնակիցներն անցնում են սպասման ռեժիմ։ Ես մեր մասնակիցներին ցանկանում եմ ուժ եւ համբերություն։ Սա այն խաղն է, որ պետք է ուժ եւ համբերություն։ Սա շատ կարևոր է ու նաեւ կարևոր է թիմային լինել, որտեղ ստեղ կարա մեկը ուժեղ լինի, մյուսը թույլ ու չկարողանա դիմադրել։ Պատրաստ են մեր մասնակիցները։ Այո։ Ձեզ հաջողություն։ Մինչ կանցնենք խաղին, եզրափակիչ փուլ անցել է 14 մասնակից, բայց այս խաղին մասնակցելու են 13-ը, որտեղ մեր հրաշքը Լենան այս խաղին չի մասնակցելու, խաղը այնպիսին է, որ իր մասնակցությունը վտանգի տակ կդներ կողքիններին։ Եվ նա ավելին ասեմ, ինքը մի անգամից կլքեր խաղը, մենք որոշել ենք պահել արդարությունը եւ Լենան ոչ թե դուրս է մնում կամ անցնում հաջորդ փուլ։ Նա գնում է սպասման ռեժիմ, ճիշտ եմ հասկացել։ Այո, որպեսզի արդարությունը լինի, մենք յան հնարավորություն տանք, որպեսզի նա անցնի հաջորդ փուլ, ունենա այդ հնարավորությունը, նաեւ հորոսկոպով ինչ ես։ Այդ եղջյուր։ Այս խաղին այդ եղջյուրները չեն կարող մասնակցել, զուտ այդ է պատճառը, չէ, բայց իրականում ֆիզիկապես այս խաղը չի կարող խաղալ, մասնակիցները համաձայն են, Լենան համաձայն է, Լենան արդեն սպասման ռեժիմում է։ Գնա կյանքս։ Arm Games նախագծի սիրահարներ։ Մենք սկսում ենք եզրափակիչ փուլի առաջին շատ լարված խաղը։ Գնացինք։ Երբ թողեց։ Արդեն այ Կրիստինան ու Կարինան արդեն բաց թողեցին, որովհետև ես չեմ կարող ասեմ դա ռազմավարություն թե չէ, բայց Կրիստինան մի ձեռքը բաց թողեց։ Կարաս, դեպը թեյնի կոնչի։ Չէ, մի շարժ։ Հիշեցնեմ, որ երկու այն մասնակիցներ ովքեր երկու ձեռքով միանգամից կապ չունի, երբ որ երկու ձեռք արդեն բաց է թողնվում, առաջին երկուսը միանգամից լքում են Arm Games-ի եզրափակիչը։ Այնպես գևյամը շատ դժվար է, շատ։ Անուն անընդհատ խոսում է։ Կրիստինան ու Ռաֆը շատ հետաքրքիր ռազմավարություն են ունեցել, ուրեմն Ռաֆը հենվել է Տիկոյի վրա, Կրիստինան Ռաֆի վրա։ Բայց Տիկոյի վրա հենվել են միանգամից երկուսը, Սեյնթովը եւ Ռաֆը։ Եվ գցում ես։
Իրանք կարան արմունկը կպցնեն, ասեն, որ արմունկը կարող են կպցնել մարմնին, ոտքին արդեն չեն կարող հենվել։ Ռուզիկը թողեց ճոպի վրա։ Ռաֆը, Հայդալեկ ու Գևը թողեցին։ Չէ, հա, թոմնա դոնես է բան։ Լյովի համար էլ է դժվար։ Թանորում շատ դժվար խաղացել, շատ ուժեղ մասնակիցներ կարող են ուղղակի։ Ըստ խաղի ընթացքում հա դուրս մնա։ Նան մենակ սա վրա մի սախմի էլի։ Նանո։ Ներողությունով է ձերք պատվիրել։ Չեմ գտնում որ սեղանն է։ Այստեղ արդեն ծիծաղում էլ է, Հայդալեկը իր ֆորմի մեջ Ով է է։ ձերք պատվիրել։ Տիգրանի, Սենթովի ու Լյովի համար այս բանը շատ դժվար է, որովհետև իրանք երկուսն էլ պահում։ Նանո Լյովը։ Իրանք չեն կարող մատերով պահել, Հա։ կարան ձեռքը շարժեն, Չէ, համբերի, չէ։ Չէ, կարա ֆրցնեք։ Չէ, մի րոպե, ահա։ շատ վատ ուղերիցում են։ Անկեղծ չեք պատկերացնի երևի ինչքան դժվար է այս խաղը։ Նայեք, տիկոյի վրա մի անգամից երկու մասնակից են։ Նա ինքը չի կարող իր վրա վերցնել։ Հենց ունի ձեռս բեսամ քրդնացը սղալու անգլ։ Հա, բայց Սենթովը պետքա գոնե պահի տիկոյինը։ Շատ դժվար է, նայ, ստոպի համար ամենադժվարը, եթե հանկարծ ստոպը բաց է թողում, ստոպը լքում է նախագիծին, ստոպը պիտի պայքարի։ Բայլա։ Թող մի շարժի ձեռդ։ Մի շարժի ձեռդ։ Ձեռդ մի շարժի։ Շատ հետաքրքիր ձևով Տիկոն ու Սենթովը փոխեցին քարը, Հա, շատ որովհետև Տիգրանի համար շատ դժվար է։ Մեր հակառակ ֆրցնելը, բայց պիտի իմ ձեռս հիմա չէ։ ամենաբարդը սպայն Ստոպի համար է, Ռուզիկի համար է, Գևի համար է եւ Քրիստի համար, որտեղ իրանք մեկ ձեռք ունեն սպայն։ Հիշեցնեմ, որ ձեռքով չեք կարա բռնեք քարը։ Մատերով չեք կարա բռնեք քարը։ Ստե ձեռը չեմ զգում, գիտես, չէ, փածա արդեն։ Պիտի դարձնենք իմ վրա։ Ստոպն ու Ռիփսինեն փոխում են ռազմավարությունը, որտեղ եթե Ուշադիր, որովհետև չեմ կարող պահել։ Կյանք մեկը սրանով ապավ ունես, մի շատ լարվի։ Պրոստը թո հերու չգնա, իրա չէ։ Չորացել է բերնից մեռա։ Ռիփ կարաս փորձես փոխել, որտեղ բաց թողեցի Ստոպը դուրս է մնում նախագծից։ Չէ, չեմ թողի լավ։ Ռիփսինեն պայքարում է։ Ստյոպ չեք կարողանում այնպես անել, որ մի քիչ է դու պահես։ Նանոն չոր հենվել է Գևի եւ Լյովի վրա, ջենտլմեն։ Վայ ներողություն, Լյովը։ Ներողություն եմ խնդրում Լյովը Նանոյի վրա է։ Զգուշ։ Ուշադիր։ Չէ, չինի թող մեռնեմ, բայց պետք է պահեմ, լավ, կանի։ Ռիփսինեն ասում է մեռնում Մեռնեմ եմ, բայց կպահեմ։ պետք է պահեմ։ Կարա պպզի։ Այո։ Երկու ձեռքով չի կարա։ Հա, Ստյոպ ուրեմն ռիսկի մի դիմի, չդիմանը։ Ու շատ ասեմ, ես հիանում եմ մեր մասնակիցներով, իրանք հիմա բոլորը մրցակից են, ֆենոմենալ թիմային են աշխատում, ֆենոմենալ։ Մար, իրոք ֆենոմենալ թիմային։ Հա, որովհետև մի բան ասեմ, կարող էին միտումնավոր Կարա թողնել։ Ռիփսինը հիմա թողի հանգստանա, Հա, բայց չի թողել։ Տանջվում է Ստոպի Որովհետև համար։ մեկը ինքը Լիլիթի դեպքում պահել է։ Կանգնած է։ Լսի, ձեռդ պրոստը վրեն պահի։ Այդտեղ ձիգ, լսի, ձիգ, այտենց։ Ստյոպ։ Չես հանդար։ Արմունկը տակը մցրու Ստոպ, արմունկը տակը պիտի։ Շատ չի կարա պահի Ռիփոն։ Դուք ինչ-որ կոֆե եք դրել խմում եք, ինչ ակա։ Ռիփ, կարակ, վերևով, արմունկը տակը դիր։ Շատ լավ ստեղ աշխատեցին, շատ Ստյոպ, լավ։ աղոթում Ռիփսինեն եք։ եւ Ստոպը աշխատեցին։ Լուրջ եմ ասում, Ստյոպի համար աղոթում եք։ Ովջան, մի հատ հարց տամ, էլի, ճիշտ եմ զգում, ասում շատ հանգիստ ես կանգնած։ Չէ, ահա որ հիմա ձեռքերս քրտնել է, ոչ միայն հիմա զգում եմ, ստեղ բոլորինը համարյա քիչ-քիչ քրտնում է ու այդ շատ է դժվարացնում։ Եթե ունենք անձեռոցիկի հնարավորություն ես եզրափակում, Ունենք, բայց Երեխի գեսել իմունիտետ ռևերս չունեն։ անձեռոցիկ։ Եթե սուրճ կա խնդրում եմ մենք ստեղ կպահենք։ հիշեցնեմ, որ առաջին երկու մասնակիցները ովքեր երկու ձեռքը թողեցին լքում են նախագիծը։ Հիշեցնեմ, որ վերջին երկու մասնակիցները, ովքեր ամենավերջինը թողեցին,
նրանք հաղթում են։ Մնացած բոլոր մասնակիցները անցնում են սպասման ռեժիմ։ Բայց նաև շատ կարևոր կետ։ Առաջին երկուսից հետո հերթականության բոլոր այն մասնակիցները, ովքեր լքելու են, այս փուլը գնան սպասման ռեժիմ, ամենավերջին դուրս եկած մասնակիցներն ունենալու են առավելություն։ Այսինքն մինչև վերջ պետք է պայքարեք։ Երեխեք հով դճնշում ունեիր, չէ՞։ Մեկը թողեք իա։ Ինձ թվում է ստոպի համար արդեն սկսել է դժվարանալ։ Ճիշտ եմ ասում։ Գեր հիմա քեզ հարմար է։ Խի դու չես թողում Լյովինը հանգիստ կանգնեք։ Չէ, երեխեք, ձգել եմ։ Նորից ծոպն ու ռիփսում են փոխում են։ Մարմնին տիչ կպնի, մարմնին տիչ կպնի։ Թող, նանո, թող։ Թող նանո։ Նանո թող։ Արա դե շոու, դերի քցեք լեյ։ Բռնել ես։ Լավ, այդ մեկը պահի։ Նանոն բաց թողեց։ Ձեռդ պետք է ֆռստես, որ Հիմա Լյովն ու Նանոն վտանգավոր գոտում են։ Հով ին վրա էս գալին։ Լյովն ու Նանոն վտանգավոր գոտում են։ Հա, եթե Սենթովը բաց թողեց, Լյովն է ապարտվում։ Հիմա մի քիչ Գևի դեպքում չէ, բա Գևը։ Գևի դեպքում էլ։ Եթե իրանք թողում են, Հա, եթե իրանք թողնում են, երկուսով էլ Հիմա պետք է պատկվում Գևը են։ պայքարի միջև վերջ։ այդ ձեռդ ազատ է, մի հատ խնդրում մազս կարած, չոք այդ այնց հարայլի ազդում ա վրես, հա, վсё։ Երկուսով էլ վտանգավոր գոտում եք, է։ Նոր ես հետ եկել, Գևոր Բաղջան տղա։ առաջարկում թողեց լքեց նախագիծը։ Դուք գոնե մի խոսացեք, ոսեն դրա։ Դե դրաշի շորինա կպած, նայում։ Ռուժջան ես մենակ ես, հա, պահումստեր։ Հա։ Իսկ կարող փոխեք քարը։ Չէ, ես դեռ ուժում եմ։ Չէ, ժողովուրդ շատ դժվար է։ Լուրջ եմ ասում, աղջիկների համար չեմ պատկերացնում ինչ կարգի դժվար է այս։ Բայ։ Մենք փոխվելու ենք, երբ որ զգանք արդեն պիտի փոխվենք, մենք ստեղ ուժեղ թիմ ենք։ Հասկացա։ բացես, ֆրցնես ին վրա։ Օպա։ Այդ Ալեկն ու Լիլոն ռիսկովանի զոնայում Դավա, են։ ես իջնում եմ, վերև դու հանի, վերևից ֆրցնում ես ին վրա։ Այսենց։ Կյանք, լսի։ Վերևից դու հիմա սենց հանում ես, տալչոկես, ես թևը սենց եմ ծալում։ Չէ, դու մի չի, ես իրանց հետ գելեմ կիշնեմ։ Սենց։ Հա։ Այդտենց ես ջոկեր ես սենց ֆրցնում եմ, դու ֆրցնում ես ին վրա։ Թադևոսյան Ռաֆը բավականին ֆիզիկապես ուժեղ է կամ աջ ձեռքը շատ ուժեղ է։ Ես անհանգստանում եմ Ռուզիկի ու Կարայի համար, այն մարդկանց, ովքեր 2-2 են մնացել, Նանոն, Գևը։ Այկիդոիդ բաները մի արա։ Ես սև գոտի։ Ջան։ Ոնց ֆռստենք հիմա դու 10 ինձի։ Հա, էսի երեխեք էսի ոչ մի օգուտ չի։ Ես։ Լիլի։ Ես ոչ մեկի չեմ օգնել։ Թողեք։ Շպրտեյանի վրա էլի։ Լիլիթը ռիփսում են ինչ-որ բան ծառեցին։ Հա, իրենք որոշեցին թողնեն, որ կարողանան 2-2 զույգով մնալ։ Ես կյանք պիտի պահենք, կմնայինք իրար դեր։ Հարց ունեմ Հա, ցավացնում է։ Տիգրանին։ Այո։ Ոնց ես։ Մի կոմանի լավ, այս կոմանի վատ։ Բայց հոգնածնող է։ Իհարկե, դե ոնց կարող նախնող չեմ։ Okay։ Ես իրականում ուրախ եմ, որ Լենան այս խաղին չի մասնակցում, որովհետև շատ դժվար է լինելու ու հաստատ ինքը իրեն կվնասեր։ Ոչ, Լենայի բախտը կոնկրետ բերեց։ Դրանք հանգար են։ Հա, լսում եմ։ Ուրիշ բախտ չկա հանգարելու։ Աղջի մի շարժվի։ Արի, եկել ենք հանգարել։ Շատ կնդալու է։ Այդ Ալեկի Լիլոյի ջերիկությունը ռիփսիմե եւ ծորպի լրջությունը։ Լրջությունն ու լարվածությունը, էլ չեն դիմանում։ Լիլո դե քիչ շարժվեք էլի։ Կարայից հեռու։ Կան մասնա, օպա, Լյովն ու Սենթովը ուշադիր։ Քարը չի կարա կպնի մարմնին։ Լյով ջան, ուշադիր եղի։ Ես մի քիչ sense վերև պահեմ։ Գլոբալ առումով չի կարա կպնի։ Ես մի քիչ sense վերև պահեմ։ Լյով ջան, մի քիչ բարձրացու քարը վերև։ Արդեն սկսում են հոգնել։ Լիլիթի եւ հայ Ալեկի մոտ բիսետ կա կոնկրետ։
Անեկդոտ ենք պատմում։ Վեցանությունը պահի։ Դեռ լալվածությունը դեռ բիսետկա։ 4 Օրորո պրես։ Գուշիկ։ Կա նրանք փոխեցին, ֆանտաստիկ թիմային աշխատանք, Սենթով հսկան է նա երկուսի ձեռք է բռնում։ Մենք անանք մի հատ։ Սենթով հսկան միանգամից երկու կարա բռնել այս պահին։ Կարամ օրինակ ես իմ զավ ձեռը թվաց թողեմ, այդքան հայտարարեք այս բանը շպրտենք։ Խաղի կանոնների մեջ չկա նմանատիպ, այսպես ասած, կանոն, որ կարան դիմացիները խանգարեն նաև դիմացիներին։ Ինձ հարց տվեցին, կարանք մենք մոտենանք դիմացինի քարին եւ խանգարենք։ Եվ ինչ ասեցին։ Կանոնում այդպիսի բան չկա։ Լավ որ չկա հետ գնանք։ Ռաֆա Թաթևոսյան հետաքրքիր հարց տվեց։ Քասոտը դամ։ Չէ, ձեզնից եմ։ Եվ Հայդալեկն ու Լիլոն կարծես շատ լավ զույգ են։ Այո, եւ Լևոնը Մկրտչյան, սիրելիներս, Հայդալեկի եւ Լիլոյի կոալիցիայի արդյունքում լքում է Arm Games նախագիծը։ Ես գնահատում եմ իմ առողջությունը։ Լևոն ջան, խնդրեմ մոտենաս։ Մեզ մոտ չկա։ Հանգստանալու ընթացքում մի անգամից Այո, հիմա նայեք այս կոալիցիան։ Իհարկե, ես կանոնի մեջ չկա, որ դու չես կարող գտնես ուրիշի քարին։ Բայց ես կուզեմ մոտենան Սենթովին, էլի։ Ո փորձովի։ Ես ահա որ կուզենամ մի հատ մոտենան Սենթովին։ Լևոն, դու ունես բազմաթիվ երկրպագուներ ու Հայդալեկն ու Լիլոն հիմա պատկերացնում թե ինչ են իրանց վրա վերցնում։ անիմաստ ընկան իրանք ոնց որ կրակի մեջ։ Բայց դու մի ուրիշ տեսակ հմայք ես տվել նախագծին։ Շնորհակալ։ Այս արդար չէր։ Սա արդար չէր ու ես վստահ եմ, որ դու քո ուժի արդյունքում կմնայիր հաստատ խաղում։ Պահել ենք, Հովոյի հետ լավ աշխատեցինք իրականում, Նանոյի հետ էլ մի շպարտ, որովհետև չէր ստացվում իր հետ ոնց որ Եթե հոգնես թող։ Դե թող։ Հա։ Դե ուրիշ տարբերակ չունեմ ես։ Մենք ես հրաժեշտ ենք տալիս, շնորհակալություն մեր նախագծում լինելու Իմացի, համար։ որ ես շատ տխուր եմ։ Հուսով եմ դեռ կհանդիպենք մեր նախագծի շրջանակներում։ իհարկե։ Շնորհակալություն Լով ջան։ Շնորհակալություն Լովը լքում է Arm Games նախագիծը։ Չենք կարում ծապտանք, բայց Ժողովուրդ, ես ինձ եմ արել, որ հիմա Ես շատ տխուր եմ այդ քայլից ու ես գիտեմ, որ դա հաստատ բնականաբար օրենքներում չկար, բայց ինձ համար դա անարդար էր արամ։ Մի հատ էլ ձերքը դրեց, պրոստը տեսա դրեց ոտքի, մի անգամից երկուսով եք լքում։ Երկուսով եք տիհելն եք։ Հաստատ նիջա։ Խնդրում եմ իրանց նման մի պատասխանեք։ Մի պատասխանեք իրանց։ Օպա։ Օքիչ երեխեք։ Հենց տենց, խաղա դե արիստե։ Խաղը դու ես լքել։ Ինչ իրավունքով եք արկպար։ Ինչ իրավունքով։ Մենք կանգնած ենք, վազում ենք, լավ է։ Շատ լավ։ եկեք խաղ ասա։ 3 հոգի են մնացել, Տիկո։ Զզվում եմ այս սենց տուֆտա բաներից։ Զզվում եմ։ Բայց Յանի Ռաֆ, իմաստը։ Մենք քեզ ինչ էինք Հա, դու ինչի եկար մեր հետևից։ Հիմա ես եք հոնացել, քեզ չեմ։ Չէ, մենք լիլ դու խաղից Լիլի ու Հայդալեկը սպասման ռեժիմում են։ Չէ, լիլի ես չես կարա դու խաղի մեջ չես։ Քեզ բան։ Այս սա է Arm Games-ի հիշում ես, ես ասի եզրափակչում ինչ էր կտեսնենք։ Ուզում եմ հասկանամ, ես քեզ բան եմ արել դու գա։ Իմ ընկերներին ես արել։ Դե բոլորն են ընկեր են, հենց չի ստեղծել։ Բոլորը ընկեր Դուք եք վազ խաղում։ Սա կոչվում է հենց այն կիրքը, որը վերում է մարդկանց սխալ քայլերի։ Սա Arm Games-ն է, սա reality show է։ 4 հոգի մեր հետևից էր ընկած։ Ես պետք է ընտրեի, ոչ, պետք է ընտրեի կամ մեզ կամ ինչ-որ մեկին։ Ես էլ ընտրում եմ ձեզ։ Հայդալեկը, Լիլիթը եւ Ռուզիկը գնում են սպասման ռեժիմ։ Գնացեք Վեստայի սենյակ։ Մենք էս սպիտակ դրոշակն ենք ստեղ։ Մենք այս բան չգիտենք,
նախագիծը լքում է Ռուզիկը թե Կարինան։ Այս բանը չգիտենք։ Ասացինք խաղում ենք, բայց այդ ձև է երեխեք։ Հիմա կռիվեք անում։ Ես քեզ բան եմ ասում։ Ես բրթել, հորս արդ ես բրթել։ Արա լավ առանց արենների։ Տալիս, անդամները խաղա։ Հիմա ես չեմ պատասխանում ձեզ, ժողովուրդ, կարող ապրեք, ես այդ մարդը չեմ, բայ ինչ ասեմ։ Okay, մյուս հանկարծ անցանք, ես քեզ եմ հանել։ Հա, լավ կանես։ Հա, օքեյ կլինի։ Բայ։ Okay, չի լինի, Ռավ ջան, okay, դե ես կերպեմ իմ ուժերը, ոչ թե որ գասխապել կուծես։ Այս խաղի կանոններից մեկներ է։ Okay, ժողովուրդ, մեր հետևից Եթե ինքը թողեր դու դուրս։ Ոչ, մեր հետևից երկու։ Մենակ դուք տենց բան արեցիք ես քանի մեջ։ Ոչինչ։ Մինչ այնտեղ հիստերիկացել են, մենք սպասում ենք, երբ ենք սկուտերով ուտեստը մատուցելու ենք։ Հաշիվներ վերցնել։ Հաշիվը։ Կարան շատ բարկացած է, շատ խայտարակ ու ես պատկերացնում եմ իրավիճակը, ես մտածում եմ, եթե ես նման վիճակում լինեի, ինչ կանեի։ Ով, կրելու եք մեզ։ Հա? Կրելու եք մեզ։ Դու ո՞նց ես ուզում։ Ապա որ խնայենք սաղս իրար։ Ես մտածում եմ, որ գևենք չեն ձգելու։ Քի ախպեր, ես օքեյ եմ լրիվ։ Որովհետև հոգնեն ենք, ախպեր կրվում էի։ Եթե դու չունես այդ ֆունկցիան, մեկ լսեք, վրես հա գորալով չի։ Եթե դուք չունեք սամասախանելը, ես ունեմ էդի։ Եթե ես կրվում եմ, լուգոին կհանեմ։ Բացի իմ ընկերներից, ես լուգոին կհանեմ։ Գայ։ Փոխաշարումը լիլոնա դուրս գալ։ Դուրս չի գալի, մենք սպասման ռեժիմում ենք։ Դու փոխաշան քեզ է։ Հաստացի, սա շատ անարդար էր Ռաֆի ու Լիլիթի կողմից։ Եսը չեմ Դու ես խաղը ինչ-որ փուլում կրվելու ես։ Դու գալիս մեզ խփում։ Ես ավելի ուժեղ գտնվեցի քեզնից ու կռիվսություն արի, ինչ քայլ արեցի։ Կապ չունի ինչ քայլ արեցի։ Բրծնի այդ կրիսությունները կապրեք։ Ես դրանով չեմ ապրել, կյանքում Լավ, կարա, մի րոպե, սա խաղով չի է, դրսի կյանքը մեր ինչ կապ ունի խաղի հետ։ Ասեցիք ես խաղը բրծնի։ Այ դու ես սենց ապրելու, ես չէ։ Okay, բայց խաղի ես պլաշատկից դուրս չեն գալի։ Դուրս չեմ հելնելու, ասեմ, վայ կարան ինձ էս ինչ արի, ես էլի նույն ձև քեզ սիրելու եմ։ Ասեք գալ խփելը ո՞րն է։ Դե հիմա կարա ես մարդն էլ տենց մտածի ու անի կա։ Անգամ մի բան մտածում եք։ Բա խաղը արա, բա խինք եկեք, կյանք։ Խաղը խաղում ենք, վերջ։ Խաղը չեմ եկել որ խփեք։ Կար եկել ենք բարի աղջիկ խաղալու, սաղ ստեղ իրար սիրում ենք։ Չեմ եկել որ Բայց ձեր հետ դե հիմա կյանք կարան գցենք գցենք։ Դե հիմա հովոյի հետ գցենք ջոկում ես բաբշե կաս հովոյի հետ որոշեցիք որ պետք է քացով բրթեք։ Արևս գնում Քացով չէ, ձեռով, հա, մի հատ էլ նստավ ռեքներդ։ Ռաջան, քո ուժերը սպառվել է։ Ես ուզում եմ ասեմ ինչ տեղի ունեցավ։ Կարինայի այս հրաշալի մթնոլորտից վայելում եմ էմոցիոնալ, ինձ դուր է գալիս, որտեղ սա reality show է, հենց սա ինձ դուր գալիս, ես հենց այս խաղերի վարպետն եմ սերիոսը Սավոք դիտող։ reality show-ը մարդը իսկական կյանքա տարե։ Ինքան եթե ես խաղում sense քայլ եմ արել, ես դրա կյանքում Մարամի մազերը գզգզվել է։ Չեմ էլ ուզում լսեմ ինչ են խոսում։ Բռնում եմ երեխեքին օգնեմ։ Այո, խաղում։ Դա խաղում, այո, խաղում։ Բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ Ռուզիկի ես էլ օգնելու եմ։ Կարող եք օգտվել։ Կարող մարամ չես օգտվել։ Ես ձեռով եմ երեկը խոհես։ Տենց։ Նախ պետք է դիտենք վառի տեսագրությունը, եթե վառը հնարավորություն չեղավ, ուրեմն պետք է խաղարկվի մեր խաղարկություններից մեկը, այսպես թե այնպես որևէ մասնակից։ Իսկ ինչի Ռաֆու Լիլիթը չէ, այլ Ռուզիկն ու Կարը։ Առաջին երկու մասնակիցները, ովքեր որ գցում են քարը, նրանք լքում են։ Մենք իրավունք ունենք կպնենք ուրիշ քարի, մեր քարին ինչա ինչ որ մեկը գալի կպնի։ Մենք քարը չենք գցել։ Օրենքում չեմ ասել, որ դուք իրավունք չունեք։ Դու տեսար ասում ես ինձ կտամ Ես գնացի։ Բայց մենք չենք գցել մեր քարը։ Դուք խաղաց։ Արամ ջան, ես եկել եմ, ես մի հատ ուզում եմ մեզ գեղեցկուհու մազերը դզել, էլի, որտեղ գզգզվեց նա այս վիճակից, այո։ Բարեմի ուղեղն է գզգզված։ Այո, չէ, Քո սրտով է, չէ՞ ամեն ինչ։ Քո սրտով է, չէ՞ ամեն ինչ։ Իմ սրտով չի, որ մարդիկ իրար հանդեպ թարախություն են անում, բայց իմ սրտով այս էմոցիոնալ վիճակը այնտեղն է։ Դա շարունակվում է։ Ու մտածում եք ձեզ չեն կարա հաղթեն, բայց ձեզ կանան հաղթեն, որովհետև Արամը սուսեք, երբ որ ես խոսամ, սուսեք, հետո կարաք լսեք։ Վատ մարդն էլ ինքը տես։ Չափավոր։ Արամը ասեց, խաղի կանոնները, չափավոր եմ։ Խաղի կանոնը ասեց, կանոնների մեջ չկա, կարաք ուրիշին խանգարեք։ Ես այդ կանոնը օգտագործեցի, խանգարեցի։ Այո։
Կարինա ջան, դուք սպասման ռեժիմում եք, ուր եք գնում։ Կարինա։ Բայց երկրորդը բաղ։ Շատ երկրասարներ ինքերն է Կարինա։ Երկրորդը բայց իմ դա անելու բան չէ, կյանք ես չեմ տանում անձնական, ես խաղի մեջ եմ խոսում։ Կակով ես Ռաֆի պատճառով պիտի դուրս գամ։ Ինչի համար եմ ասում։ Չէ, ես էլ քեզ չեմ ասում, որտեղ ես չի գա ձեր զույգին խփել, լիլո։ Նայ, որոշվեց, որ Հովոյի մոտ պետք է գնա, գնում ենք Հովոյի մոտ, որտեղ երկու անգամ այդ մարդը հետ եկավ, չգիտեմ ինչի։ Գնանք Հովոյի մոտ։ Գնում ենք, Ռաֆը հելավ դեմները սախել են։ Դու քո զույգի արարքը ճիշտ ես ընդունում։ Ես չեմ տեսել իմ զույգը ինչ արել, որ ասեմ հետ կտանք կամերաները կտենաս։ Դուք այսօր տեսակ լրիվ այլ Մայրամի։ Մայրամի։ Քոնոման ասեցի։ Մայրամի։ Դուք այսօր տեսակ լրիվ ուրիշ Մայրամի։ Ինքնիրան։ Ինչի համար ես պիտի ձեր թիմի պատճառով դուրս գամ։ Հիմա հարց։ Դու ասում ես անձնական մի տարեք, ես խաղի մեջ հարց եմ տալիս։ Ինչի համար։ Բոլոր մասնակիցների համար խաղը մի փոքր կբարթանամ։ Սիրելի մասնակիցներ, այս պայծ կսած ձեր ձեռքը, քանի որ արդեն եզրափակիչ փուլ է, արդեն ոչ մի մասնակից այս մասնակիցներից չի լքի նախագիծը, ով կանցնի հաջորդ փուլ, ով կանցնի սպասման ռեժիմ, իսկ այն երկու հաջողակներ, ովքեր վերջում կմնան, կդառնան այս խաղերի հաղթողը եւ առանց սպասման ռեժիմի կտեղափոխվեն մյուս խաղին։ Խաղը բարձրացնում ենք այլևս ձեր ձեռքը ոչ մի սանտիմետր, ոչ մի միլիմետր չի կարա հպվի ձեր մարմնին։ Ձգում ենք ձեռքերը, ձգեցինք ձեռքերը, առաջնային դիրք ենք ընդունում, ձգեցինք, ավելին ասեմ, չի կարող նույնիսկ ձեռքի ափը այսպես լինի, այսպես։ Մեկ, երկու, երեք։ Ահա, Ռոզիկն ու Սյոպը պայքարելով անում են, Նանոն գևը թողեցին, Նանոն բռնեց քարը, Նանոն և գևը սպասման ռեժիմում են, ահա, երեք հաշվից չեք ուղում դուրս եք մնում, մեկ, երկու, երեք, պայքարում են, վերջ բռնել է Տիկոն արդեն։ Սենթովն ու Տիկոն սպասման ռեժիմում են, Ռաֆ ուղի ձեռքդ, Ռաֆ, Քրիստինան բռնել է, թողում ենք Ռաֆ, թողում ենք բռնել է, թողում ենք։ Բաց թող է։ Եվ մենք ունենք հաղթող, Սյոպը և Ռիփսինեն ճանաչում են հաղթող։ Անհավանական է, Սյոպը ամենաառաջինն է բաց թողել։ Բայց ես թվում է իսկոտ Ռիփսինեին գրկես, պաչ է շնորհավորես, որովհետև սա մեր չեմպիոնի հաղթանակն է։ Ես քեզ շնորհավորում եմ, որովհետև դու ապահով ձեռքերում ես, բայց չէ, մի հատ կարևոր բան ասեմ, դուք շատ թիմային եք եղել, շատ։ Փողն է փող, մենք ասում ենք հրցնեն, բայց տեղ եղել, դու ես վերցել։ Իհարկե, շատ պահեց ինձ օգնեց Սյոպը, քանի որ ես կապում եմ իմ սպորտի հետ, իմ վարժության հետ, հրում վարժություն, ես այդ վարժությունից միշտ հաղթել եմ, չեմպիոն եմ դարձել։ Ստեղ էլ պայքարում եմ, որ միջև վերջ Սյոպի հետ ասեցի, պետք է տանենք հաղթել։ Իմ սուրճի չեմպիոն։ Դուք արդեն հաջորդ փուլում եք, շնորհավորում եմ ձեզ։ Всё, կյանք։ Ապրեք։ Ես ուզում եմ մեջբերում անել ու Ռիփսիմեն շնորհակալություն հայտնել, ինչի համար, որովհետև նա շատ հանգիստ կարող էր ձեռքը բաց թողնել եւ Լիլիթի հետ պահեր քարը։ Ամենասկզբում, չէ, ինքը պայքարեց Սյոպի համար։ Բայց իրենք իրար հետ միասին ինքը հաշվի չարավ են փաստը, որ տականքները։ Այո, հիշենք, որ ընդամենը երկու փուլ առաջ, երկու հաղորդում առաջ Նրանք գրակել էին Ռիփսիմը Քուշիջյանին։ Սա է լեգենդը, Սիրելիներս, նենց որ ինչպես ասեցի, դու լավ ձեռքերում ես։ Սիրելիներս, մենք տեղափոխվում ենք սպասման ռեժիմ։ Օրինակ Տիգրան, ինչ ես կարծում, եթե մեր ձեռքերը չքրտներ։ Այո։ Հնարավոր կլիներ անցնել հաջորդ։ Հովանես, հարգելի Հովանես, ես ուղղակի վստահ եմ, որ մենք կհաղթենք։ Մենք եթե քո ձեռքը չքրտներ, մենք ոչ թե կանցնենք հաջորդ փուլ, մենք
կանցնենք ամենավերջի կուլ եզրափակիչ։ Եվ կպայքարենք 2 միլիոնի համար։ Բայց առաջարկում եմ պայմանավորվենք, ձեր ձերքի տանք եւ պայմանավորվենք այլևս չքրտնենք, ոչ քրտինքին։ Բայց ես կնշեմ այն փաստը, որ խանգարեցին մեզ նույնիսկ։ Ես սիրում եմ արդար հաղթանակ։ Իհարկե։ Դրա համար հիմա մենք ենք ուտում, իսկ իրանց մոտ կուլ չի գնա։ Հա, այսպես թող սոված մնան։ Հասնում է դրանց։ Ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինձնից աջ գտնվող մասնակիցը Ռոզիկը հենց այս պահին ինչ մտքեր ունի։ Ռոզ։ Մար այնքան լավ ես ինձ ճանաչում, որ ինձ թվում է ասելու կարիք չկա, իրականում օքեյ խաղը խաղ, բայց կարծում եմ մարդկային ճիշտ արարքները ամենակարևորն են։ Ամենայն դեպս ինձ համար։ Ես եմ հիմա շատ բարկացած, ճիշտը որ ասեմ, բայց կարծում եմ, որ պետք է մեզ միած սնվել ու մեր ուժերը վերականգնել։ Եկեք այս աթենքի գերմանական երշիկներից օգտվենք։ Երեխեք մանավանդ դուք, եթե ես դուրս գամ, ես կնավսեմ։ Ուժ ունեցեք, որ անեկեն շատ քաղցած եմ։ Վաղուց պետք է։ Այո։ Ռուսկեր դուր։ Ես մի րոպե։ Մարնեց ջղայնն եմ։ Ոչ չէ, խնդրում եմ, ես քո տեղը կուտեմ։ Հանա։ Շնորհակալություն Աթենք ընկերությանը, որ ներկայանում է իր գերմանական երշիկների տեսականով։ Մերսի։ Ինչ է կատարվում, սիրելիներս։ Քանի որ պետք է երկու մասնակից լքեր, Լևոնը Մկրտչյան լքեց, Կարինայի եւ Ռուզիկի մոտ անհնար է որոշել, թե ում ձեռքից առաջին ընկավ քարը, երկուսով բռնում են, երկուսին էլ ընկավ։ Հաղթողների դեպքում հեշտ է, որովհետև հաղթողները հենց երկուսն էին ու Ստյոպն ու Ռիփսիմեն հաղթեցին։ Դե չընկավ, բրթեցին։ Այո։ Okay, բայց ամեն դեպքում ընկավ։ Գցեցին, բրթեցին, թե ինչ ընկավ։ Ինչը տեղի ունենալու։ Այս երկու քեսերից մեկում ավանդական կանաչ քարտ է, մյուսում կարմիր։ Ես ափսոսում եմ, որ այսպես է որևէ մասնակից լքելու, բայց այս եզրափակիչն է։ Երևի կհիշեք, որ եզրափակիչից առաջ, խաղից առաջ ասեցի, շատ ռոմանտիկ է եղել ամեն ինչ մինչ այս, բայց այսօր կտեսնենք իրական ապրումներ, էմոցիաներ, ջղային բարկություն եւ այլն։ Դառը եւ անարդար պարտություններ։ Սա եզրափակիչն է։ Կանա եւ Ռուզիկ։ Քեսերից մեկում կանաչ է, մեկում կարմիր է։ Ես չգիտեմ։ Որտեւ ինձ համար երկուսիդ լքելն էլ ամեն դեպքում ցանկալի չէ, բայց որևէ մեկը պետք է լքի։ Որն ես ուզում Ռոզ ջան դու ընտրի։ Ես սա թողնեմ։ Սա դարձնում։ Քանի որ դուք կտեսնեք, բայց հեռուստադիտողը չի տեսնի, մի անգամից կխնդրեմ, հենց բացեք, քարտը բարձրացնեք վերև։ Մարամ, ինտուիցիա, դու չես մաղթում որևէ բան, մենք սնահավատ չենք, որտեղ է կանաչես քեզ, ով կլքի նախագիծը, արի համարձակվիր ասա, ըստ քեզ, ես չեմ ասում ում ես ուզում։ Հա, վերջերս ուղղակի իմ ինտուիցիան ինձ սկսել է խաբել, չգիտես ինչու, բայց ես զգում եմ, որ կանաչ է այստեղ։ Ես էլ եմ զգում։ Բայց ես այդքան իմանալով մեկը կուզեի Ռոզիկ անցնել, որտեվ ինքը շատ տանջվեց սկզբից, որ երկար պահի, ամեն դեպքում անկախ ամեն ինչից, մերսի սստույն խաղի համար, լավ ընկերների համար, լիքը բան տեսանք, լիքը բան հասկացանք, եթե ես այսօր դուրս գամ, ում թեթև ձեռով դուրս գամ, հուսամ այդ մարդը եւս դուրս կգա, որտեվ այս կյանքում պետք է հաղթի ուժեղագույնը, ոչ թե ով որ կարա վատություն անի։ Հասկացա։ Դու ես չհասցրեցի նկատեմ, որ ասես։ Ռոզիկինը որ գույնն է քեզ։ Հասկացա։ Քեսերը պատտասնում ենք։ Սկզբում բացեք, հեռուստադիտողը կտեսնի, հետո նոր դուք։ Ես գիտեի։ Ռոզիկա հաջորդ փուլում է, որը սպասման ռեժիմն է, Կարինա Արուստամյանը լքում է Arm Games-ը։ Մերսի Ռաֆ ջան։ Ես չասեցի նույնիսկ հրաժեշտ տամ Կարինային։ Եթե Ռաֆոն մնաց խաղում, երեխեք ամոթ ձեն։ Շատ ճիշտ մարդու հանեցի։ Շատ ճիշտ մարդու հանեցի։ Այս պահին Ռիփսիմեն եւ Ստյոպին խնդրում ենք սպասել,
Ռոզիկին հրավիրում ենք մյուս մասնակիցներ դեպի սպասման ռեժիմ։ Գնացինք։ Այնքան լարված եմ, նույնիսկ ոչ մի խոսք չեմ կարողանում ասել։ Մար։ Դու մտածում ես Ռոզիկի քեսման կամ ինչ։ Հենց որ ինտուիցիա ճիշտ էր։ Սիրելիներս, այս սենց դաժան եւ էմոցիոնալ ձևով տեղափոխվում ենք դեպի սպասման ռեժիմ։ Բացատրեմ թե մասնակիցներին, թե հեռուստադիտողին, թե Մարիամին, որովհետև հիշեցնեմ, Մարիամը երբեք չգիտի Ինչային սպասվում մեզ բոլորիս։ Այո, նրա էմոցիաներն ենք մենք ուզում։ Այստեղ ոչ թե հաջողության պատն է, միշտ սա լինում է հաջողության պատ, սա անհաջողության պատն է։ Բոլոր մասնակիցների առջև դրված են 10 գնդակներ։ Դա ինչ որ մեկի խաղից դուրս գալու համար նախատեսված գնդակ է կամ գնդակներ է։ Այստեղ այս պատուհանների ետևում թաքնված են թվեր։ Թվերը 1-ից մինչև 10։ Ինչը տեղի ունենալու։ Հերթականության մասնակիցները մոտենալու են, հերթականությունը արդեն մասնակիցները գիտեն, բացելու են որևէ պատուհան, պատուհանի ետևում թաքնված թիվը, դա այն թիվն է, որը նա կորոշի ինչպես օգտագործել իր գնդակները։ Օ, հասկացա։ Ինչ է անում տվյալ մասնակիցը։ Բացում է օրինակ իրեն ընկնում է 5, իր 5 գնդակները գցում է որևէ մասնակցի խողովակի մեջ։ Որ մասնակցի խողովակի մեջ հայտնվեց 10 գնդակ, նա մի անգամից լքում է Arm Games-ը։ Այլևս նա չի կարող մոտենալ պատուհանին, միայն նա կարող է հրաժեշտ տալ եւ լքել նախագիծը։ Կարծում եմ պարզ է։ Արամ, ես մեկ հարց ունեմ։ Եթե մասնակցին թիվը մեծ թիվ է ընկնում։ Օրինակ 6։ Ինքը կարող է այդ 6 գնդակները բաշխել իր իսկ ցանկացած մասնակցի խողովակը։ Այո, կարա ընտրի ընդամենը 1 մասնակցի։ Հա, կարա ընտրի ում ցանկանը։ Ահա։ Կարա մեկական ամեն խողովակի մեջ դանի։ Հիշեցնեմ, որ ձեր գնդակները ձեր իրավունքն է։ Սկզբում առավելություն միանշանակ ունեն այն մասնակիցներ, ովքեր կբացեն անհաջողության պատը առաջինը։ Կրիստի Շատ պատասխանատու է լինել առաջինը, իրականում։ Օպա, 9։ Ասեմ, որ առավելագույն թիվը, որ այստեղ կարող է բացվել, դա 10 է։ Դու քո 9 գնդակները կարող ես օգտագործել ինչպես դու ուզում ես։ Հիշեցնեմ, որ ամեն մասնակցի առջև դրված է 10 գնդակ։ Մյուս պատուհանը բացելուց ինչ թիվ ուզում է դու բացես, դու ունես ընդամենը 1 միավոր։ Հիմա դու ունես 9 միավոր, որը կարող ես բաշխել, տրամադրել, տալ, վնասել, թաղել որևէ մասնակցի։ Դե մարդը մի հատ գցի բրծի ավելի հեշտ չի։ Կարծես թե բայց գուշակում եմ Կրիստը ինչ անելու։ Դե բողջի 9 հատ դա հետո всё, сразу դուրս կգա։ Ես մի կարևոր բան եմ ուզում ասել ձեզ։ Սա այն փուլն է, որտեղ խղճալ, ներել, չգիտեմ, նեղվել, սա կյանքի եւ մահվան հարց է։ Սա եզրափակիչն է, կամ դու այստեղից գնում ես դեպի հաջորդ փուլ, կամ գնում ես տուն։ Քրիս, մի հատ գցի։ Մի հատ։ Մի հատ գցի։ Օպա, Լիլիթին գնաց։ Քրիստի հիշի, որ ինչպես Արամը եւ Դլիթի երգում էր ասվում։ Ես բումերանգի հատված տեսած։ Իրականում բումերանգը։ Սենց ասեմ, երբ գալիս եմ մտածում եթե թիվը փոքր լինի, մտավախություն ունեի, որ Նորոյ Վենդետան միգուցե եւ Տիկոն շարունակի, բայց քանի որ թիվը շատ մեծ էր, ես չեմ ուզում միանգամից։ Չես ուզում միանգամից Տիկոին հանես, հասկացա։ Խեղճ ի՞նչ է քեզ արել, Կրիստ։ Տիկոն ընդհանրեն ընկերը։ Զոդ նորոն էր, որ միտքը տվել, դու չգիտես, միգուցե եւ տենց լինի։ Դու ավելա ինձ հավատա, չգիտեմ, ինձ վստահի։ Չեմ կարող ուրիշ բան ասեմ, բայց ոչ մի պայմանավորվածություն չկա։ Տիկոն հենց նոր դավաճանես Նորոյին։ Չեմ դավաճ, Նորոն իմ դավագին ընկերներից է, բայց սա խաղ է։ Հասկացա։ Ահեք չկա։ Ես Կրիստի փոխարեն լինեի, հավասար կբաշխեի։ Կրիստի ոչ վճռական լինելը սկսում է ինձ նյարդայնացնել։ Ես գիտեմ։ Կրիստ ընդհանրապես եթե շատ են գնդակներ, բոլորը մեկ-մեկ չի դրա համար կարկոցելու։ Սա քո որոշումն է, ու սովորի քո որոշումների համար պատասխանատվություն կրել։
Բայց ամուսնու հաշվի առ նոր։ Ոնց որ Ռաֆը ասեց, սա խաղ է, մենք խաղի մեջ խաղում ենք նրա համար, որ հաղթենք, սա անձնական դաշտ չէ։ Մենք որևէ մեկը, որևէ գործողություն չենք անում դիմացինի հանդեպ, անձնական, վրեժի։ Ես ասեմ, դու կարաս սա ինչքան կա քցեստ է, բայց ես չէի պատրաստում էլ ինչ-որ վենդետայի կամ վրեժխնդրության կամ Ուղղակի կան մարդիկ, ում հետ ես մի թիմում եմ եղել, ես ուղղակի չեմ կարա դաժե հաշվի առնելով որ խաղ է, բայց լավ եկեք սենց։ Հələ դե ինձ արել ես։ Մենք էլ ենք թիմ խաղացել։ Երկու ձայն Տիգրանին։ Միտքը չհասկացա, բայց Գրիս բաշխի։ Բաշխում փորձում եմ բաշխեմ։ Դրանք արի մկցի։ Արի կցի։ Գրիս բոլորին շոյելի Քրիստ մի հատով գցի, որ չդնես քեվին։ Որովհետև ես հասկանում եմ, որ իր համար շատ բարդ է հիմա։ Շատ բարդ է։ Մի հատ։ Չէ։ Ինն էլ արի գցի բոլորին։ Մեկ հատ լենային գցեց, արդեն ստեղ ինչ-որ ընտանեկան նորից սկսեց ռոմանտիկան, որ ես չեմ սիրում։ Չէ, ինանը չի գցել։ Չէ, քեզ չեմ։ Ատես Ռաֆին չգցեց, Ռաֆը։ Մի հատ սենտովին, այ Ռաֆին արդար է ոչ չգցեց, նա Ռաֆի հետ էր, գրեթե հաղթում։ Ու Ռաֆի շնորհիվ, ավելին ասեմ։ Հա, ես Ռաֆի բարի աչքեր։ Կարամ Ռաֆը շատ երկու հատ չգցիր, որ Գնա իրան երկու հատ գցի։ Հայդալեկը սև ամպեր է իր վրա կուտակում, դուրս է գալիս Սենթովի դեմ։ Ընդհանրապես շատ վտանգավոր է դուրս գալ Սենթովի դեմ, բայց այո։ Եվ վերջին գնդակը Մեկից։ հաղթեց Կրիստին Սենթովին, դա նշանակում է ևս մեկ գնդակ Սենթովին։ Վերջապես Կրիստին ավարտեց, Ռաֆ ջան, խնդրեմ օգնեցի պատուհանին։ Հուսով եմ մնացած մասնակիցները ավելի վճռական կլինեն, որովհետև սա խաղաղության խաղ չէ, սա մրցակցության խաղ է։ 5 Ռաֆը ունի 5 միավոր, որը կտրամադրի ի վնաս որևէ մասնակցի կամ որևէ մասնակիցների։ Ես ուզում եմ ասեմ, որ ես ամբողջ խաղը խաղացել եմ արդար, հնարավորինս բոլորին օգնել եմ, երբեք ոչ մեկին չեմ խանգարել, իսկ ես միշտ եմ եղել անարդար խաղերին։ Սա խաղ է, այստեղ խաղացող ենք մենք, ոչ թե մարդ։ Որպես մարդ կարանք շատ լավը եւ վատը լինենք, որպես խաղացող կան լավ խաղացողներ եւ վատ խաղացողներ։ Ռաֆը գնահատական տվեց, սա անձնական չէ, սա որպես խաղ է։ Անձնական էր, ես այն որ տղամարդ էր ասում, արի խփեմ քեզ, այդ է էլի։ 4 իր ամբողջ 5 միավորը նա տվեց Դիրիթին Գալստյան։ Քեզ հանենք բրծի։ Կարա եւ 10 ընկնից ես գիտեմ, որ ես արդար եմ Դե արդարությունը հետո մոնտաժով կնայես, որ խղճիդ առաջ տենամ հանգիստ ես լինելու։ Իմ խիղճը 29 տարի արդար է։ 29-ից էս մի օրեսկոմը կնայես պրոստը։ Ամեն մարդ Ամեն մարդ չէ, տղամարդկությունից խոսա, հեսա կխփեմ, եթե դու ինձ կարաս խփես, հրես, էլ քեզ ինչ ասեմ։ Ես քեզ ոչ խփել եմ, ոչ երել եմ։ Շատ լավ։ Երրորդ մասնակիցը, որ կմոտենա, Տիգոն։ Ապրես, Տիկոս, ասեմ ինչ կարանի, Տիգոն նույնիսկ կարա մեկ հոգու հենց այս պահին նա հեռացնի խաղից, կամ կարող է բաշխել այս միավորները տարբեր մասնակիցների միջև։ Նա բացեց մաքսիմում ամենամեծ թիվը, որը 10-ն է։ Սրտը սկսեց արագ։ Չեմ պատկերացնում ինչ անելու։ Շատ բարդ է, բայց սա վճռական փուլ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս փուլից 4 հոգի է անցնելու եզրափակիչ փուլի երկրորդ խաղին։ Դե մենք դեռ ունենք երրորդ։ Հա, դե ես ընդհանրապես տեղյակ չեմ դու ինչ սցենարից նախապատրաստում։ Լավ, եկեք մոտենամ ու բացատրեմ, էլի։ Ռաֆոին, Ռաֆ, կարծում եմ դու այս խաղը հաղթել ես ու շատ լավ նվեր ունես, կարող ես գնալ 2 հայդալեկի, Շրի Լանկա, 3 հայդալեկի, հանգստանալ, քանի որ մենակ չես գնում։ Դες նա կարող էր հեռացնել Ռաֆին, չհեռացրեց։ Եվ մնացած 5-ն էլ ոչ մի ուրիշ բան չկա, զուտ զուտ բացատրեմ էլի, կիսում եք, ուզում եք ընդունեք, ուզում եք չէ, ամենա լավ նվերով, հաճելի նվերով կարող եք գնալ Շրի Լանկա, ես կարանք փոխվենք տեղերով։ Զուտ չունեք։ Okay։ Չունեք, կարծում եմ ավելի Okay։ չունեք դրա համար։
4-ական գնդակ տվեց Լենային եւ Ռաֆոին, 1-ական գնդակ Գևին եւ Կրիստին, որովհետեւ նրանք նույնպես ունենան գնդակ։ Սենթով 4 Սենթովը շատ վճռական է գնում իր գնդակների մոտ։ Որ կամ կես չէ։ 2 հատ Հայդալեկին։ 2 հատ չէ, 4 Հայդալեկին։ Վերջ։ Հայդալեկը ունի 9 միավոր։ Նանո Կալաշյան։ Ես եմ, ինչ-որ մեկ իմանում։ 5 Նանոն բացեց 5 միավորը։ Մի հատ կտել։ 1 միավոր տվեց Ռաֆին։ Բաշնում եմ, չգիտեմ, Մեկ միավոր 1000 Տիգոյին։ անգամ խնդրում եմ։ 1 միավոր Լենային։ Մի հատ գցեմ։ 1 միավոր Ուզիկին։ Եվս 2 ունի։ Ես արդեն մոտավոր հասկանում եմ ինչ քաղաքականություն է Իսկ ինձ կարող գնալու։ Իհարկե։ Հա, ոյ, հա, էլի։ Չէ, երեխեք, չեմ կարող, եթե պիտի դուրս գամ, ես թող դուրս գամ։ Նանոն որոշեց վերջինը գցել Իր խողովակի մեջ, այո։ Հետաքրքիր որոշում էր։ Գև 7 Կարծես բացվում է անդադար մեծ թվեր։ Գև Վիկ կներես էլի, 2 հատ շատ չի։ Տիգոյին 2 հատ։ Զուտ են, որ ուզում եմ մի քիչ հաշիվ հավասարացնեմ, թե չէ չունեմ ախպեր։ Մնացած, մնացած չէ, 3 հատ Սենթովին, մնաց 2 գնդակ։ 2 հատ։ Տիգոյին և Սենթով ունեն 5-ական։ Մեկ հատ Ռաֆին։ Քոնը շատ է չեմ ուզում, քոնը էլ շատ չէ։ Գև ինքն իրան գծեց, կարծես ավանդույթ է դարձել։ Լիլիթ Գալստյան, եթե Լիլիթինը շատ եղավ, չեմ կարծում նա այդքան շատ կմտածի, դե քիչ եղավ, էլի չեմ կարծում շատ կմտածի։ 7 Բացվում են հիմնականում մեծ թվերը։ Լիլիթը վճռական է ավելի։ Չգիտեմ, խաղը խաղ, բայց անձնական վիրավորանք որևէ մի տղամարդ իրավունք չունի աղջկան ասելու։ Իսկ դու այդ խախտել ես։ Ես պատասխանատու եմ ամեն ինչ։ Կնայես հաղորդումը ու կտեսնես։ Դու աղջիկ հարգել չգիտես, դու չես կարողանում կողմնորոշվել, ոնց կարելի է կնոջ հետ շփվել։ Ես այս խաղի շրջանակներում տեսա։ Դու շատ վատ պահեցիր քեզ։ Մի քեզ։ ամբողջ երկիր տեսա դու ոնց ես քեզ պահում, այդքան բան։ Իմ տեսնելը քո տեսնելու հետ կապված չի, սա տղամարդության հայլ է, Ռաֆոնի այս բանը միավոր։ Դու եկար անձնական դաշտ։ Տակ դնի իմ տղամարդությունը։ Դու անձնական դաշտ մտար։ Այդալեք Լիլիթ գնա քո դիրքը։ Դու իմ հետ այդպես չխոսես։ Դու իմ հետ այդպես չխոսես։ Ես պահում եմ ինձ դեռ։ Դու ինչ պետք է անես չպահես։ Եվ նորմալ խոսում եմ քո հետ։ Գնա տեղը։ Պահում եմ։ Հələ փորձի մի հատ չպահես, էլի։ Նա փորձի։ 2 Ռաֆերը ունեն 9 միավոր։ 5 միավոր։ Այդալեկի մի հատ Ռաֆին, Ռաֆը դուրս եկավ նախագծից։ Մնացած 4-ը գնաց Սենթովին։ Քոշարիկներն եմ հետ տալի զուտ։ Մնացածը գնաց Սենթովին, Սենթովն ունի 9 միավոր։ Ռաֆը Թաթևոսյան լքում է Arm Games նախագիծը։ Ես կուզեմ լսեմ քորաժեշտի խոսքը, Ռաֆ։ Մի անգամ եմ ես իմ կյանքում պարտվել, այդ 5 տարի առաջ ա եղել, ես երկրորդ պարտությունն էր, բայց ես ընդհանրապես ծանր չեմ տանում, որովհետև ես ամբողջ խաղը խաղացել եմ արդար, մենակ օգնել եմ մարդկանց եւ երբեք չեմ վնասել։ Կարման գոյություն ունի, ես հպարտությամբ եմ ընդունում իմ 10 միավորը ու շնորհակալ եմ այս նախագծին, որովհետև այս նախագծի շնորհիվ շատ մարդկանց իրական եսը շատ բարձ երևում է։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կանցնեն ֆինալ եւ մինչեւ վերջ ես կերկրպագեմ տեսնեմ ով հաղթում Arm Games-ը։ Դիզնագե պարոնայք, շեդիոստա դիտող, Arm Games-ը լքում է իր նախագծի ամենաինտելեկտուալ մասնակիցներից մեկին, Ռաֆա Թաթևոսյան լքում է Arm Games-ը, ծափարենք, մենք ենք շնորհակալ Ռաֆ ջան։ Սա խուր չպիտի լինի էդի ոնց որ տռաուր լինի։ Սիրում եմ համարյա բոլորիդ։
Հրաժեշտ տանք Ռաֆին, իսկ մենք շարունակում ենք։ Խաղա, սա խաղա։ Ու պետք չի մոռանալ դրա մասին։ Ռուզիկ Ուղղակի ես կարծում եմ, որ շատ մասնակիցներ դեռևս ստրատեգիա չունեն։ Իսկ մարդիկ կան, որ հստակ գիտեն իրենք ինչ են անում։ 2 բացվեց ամենափոքր թիվը մեր նախագծում։ Ну, այս փուլում ներողություն։ Գիտեմ, զգում եմ ինչ անելու։ Ռաֆը լքեց նախագիծը։ Ռաֆը լքեց նախագիծը։ Այդ Ալեկը եւ Սեյնթովը լքում են Arm Games նախագիծը, որտեղ Ռուզիկը որոշեց մի անգամից իր ձեռքով հեռացնել, կարծում եմ այս նախագծի ամենաշատ երկրպագուներ ունեցող երկու մասնակցին։ Հայ Ալեկն ու Սեյնթովը լքում են Arm Games նախագիծը։ Սեյնթով Շնորհակալ եմ ամեն ինչի համար, նոր ծանոթություններ ձեռք բերեցի ու թող հաղթի ուժեղագույնը։ Այսինքն համել ով բախտ ունի, էլի։ Բախտն էլ շատ մեծ կապ ունի։ Համաձայն եմ, միշտ։ Այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալի, ինչպես նշեցի, մեր նախագծի ամենամեծ բանակ ունեցող մասնակիցներից մեկին Սեյնթովը այլևս Arm Games-ում չի։ Վստահ եմ, որ շատ երկրպագուներ, ովքեր որ անընդհատ գրում էին, որ Սեյնթովը չկա, էլ չենք նայելու, ամեն անընդհատ հետո նորից նայում էին, հուսով եմ այս անգամ չեն ասի, որովհետև սա եզրափակիչն է, ինչ որ մեկը պետք է հաղթի, ինչ որ մեկը պարտվի։ Գալիս է մի մասնակից, որը, բայց ես կխնդրեմ Ռաֆը մոտենամ ես, ամեն դեպքում հարցումների, այս բանով մենք ունենք 2 մասնակից, որոնք ամենաշատ երկրպագուների բանակն ունեին, դա անիներ այս նախագծում կրկնում եմ, գլոբալ հնարավոր է ավելի շատ հետևորդներ ունեն այլ մասնակիցներ։ Մեկը Լեդյանին էր, որը լքեց կիսաեզրափակչում, Սեյնթովն ու դու լքեցիք այս փուլում, բայց վստահ եմ դու շատ տխուր չես գնում, 207,000 Շրի Լանկա, ինչ ասես չկրիր։ Չէ, ես մենակ հաղթանակած եմ գնում անկեղծ։ Բայց ամեն դեպքում քո վերջին խոսքը մեր նախագծին Ամենավերջի խոսքս զուտ կլինի այն շնորհակալություն ես խաղին, որովհետև իրոքից ես կարողացա ցույց տալ իմ բոլոր կողմերը խաղի ընթացքում, մյուսներն էլ ցույց տվեցին իրենց բոլոր կողմերը, որոշները տալան դեպի անձնական, որոշները թողեցին խաղի մեջ։ Լավ կլինի, որ զուտ միշտ հիշենք, որ բոլորս մարդ ենք ու մեկ-մեկ խաղը իր կանոններն է թելադրում, որը պետքա օգտագործենք ոնց ուզենք։ Ես ուզում եմ ասեմ, որ սիրելի հեռուստադիտող կարող եք համաձայն չլինել ինձ հետ, բայց ինձ դուր է եկել եւ դուր է գալիս նենց ոնց որ խաղում է Հայդ Ալեկը, սա ռոմանտիկայի խաղ չէ, սա մրցակցային ռեալիթի շոու է, որտեղ շատ հաճախ մենք պետքա լինենք դաժան մեր ընկերների, մեր մրցակիցների կամ մեր հայրենակիցների հետ։ Հրավ շնորհավորում եմ, որտեղ դու այս հաղորդումը դարձրեցի իրականում շոու, ես վստահ եմ, որ մենք դեռ երկար ճանապարհում ենք։ Հայդ Ալեկը նույնպես լքում է նախագիծը, սիրելիներս։ Վերջին մասնակիցը, Լենա։ Լենան Հայդ Ալեկի ամենամտերիմ մարդն է այս նախագծում։ Մեկ։ Վերջապես նաև բացվեց ամենափոքր թիվը։ Սիմվոլիկ էր էլի, ինչ։ Փոքրիկը ամենափոքր թիվը բացեց։ Ասում քիչ Տիկոն, ես ու Տիկոն հելնենք 4-ով մնացեն խաղացին, էլի։ Տիկոինը բայց շատ չի։ Բայց շատ ենք հավաքում, մենք հելնում ենք, իրանք քիչ մնացածները մնում են։ Ով որ առավելագույն է, հա հետո էլ երկրորդ կրուկ չենք ֆռում, չէ։ Ես ու Տիկոն հելնում կպնում ենք մեր գործերին, մեկը առավելագույնը մերն է։ Իրանք մնում են։ Դե լավ, ինչ ասեմ։ Չէ, տարօրինակ բաներ ալիլիթը խոսում չեմ հասկանում։ Բայց ես ու Տիկոն հելանք, արի կյանքս երկու գալստյաններ հելանք կփան իրենք։ Շրջանը սկսվում է երկրորդ անգամ։ Հիշեցնեմ, որ երբ մասնակիցների մոտ գնդակներն ավարտվում են, իրենք կարող են օգտագործել հենց այդ մասնակցի տարայում գտնվող գնդակները եւ գցել տվյալ խողովակի մեջ։ Նորից բոլոր մասնակիցների առջև դրված են 10 գնդակներ։ Եվ դրից պետք է քվեարկությունը ընթանա։ Այո, այս պայն 7 հոգի մասնակից կա, որոնցից 3-ը լքելու են։ Քրիստ, այս անգամ կխնդրեմ, որ գործես արագ եւ վճռական։ 5 Մինչև քայլես գնդակներիդ մոտ կխնդրեմ մտածես եւ որոշես թե ում դեմ ես օգտագործելու։ Հիշեցնեմ, որ այսպես թե այնպես քո գնդակները պետք է օգտագործվեն մասնակիցների դեմ։ Պրոստը վերջի խոսակցությունից ես հասկացա, որ եթե ես չանեմ, հանելու են ինձ հարազատ մարդու, դրա համար սաց։
10։ Շատ վճռական գործեց Քրիստին։ Քրիստին 5 գնդակով խաղից հանեց եւս 1 տղայի։ Քրիստի դու ունես եւս 1 գնդակ, դա էլ փոխանցի մասնակցինք, որից հետո հրաժեշտ կտանք Տիգրան Գալստյան։ Հետ էլ տուր, տանեմ հետս։ Տիգրան ասում է դա էլ տուր ինձ։ Տանեմ։ Հետաքրքիր է որ Տիգրան չքվարկեց Քրիստիի դեմ։ Տիգրան ասաց ես քեզ դեմ բան չունեմ։ Ես գիտեմ ուղղակի վերջի կադրից դուրս ինչ որ sense մի հատ տհաճ խոսակցություն եղավ ու ես մտածելով եթե ես այս քայլը չանեմ, Տիգրան միգուցե եւ արդեն առաջի քայլից հետո մեր դեմ լինի զուտ։ Ես չգիտեմ ինչ մասն է Քրիստին խոսում։ Դերտեղ չկա։ Բայց չհանեմ։ Կարամ։ Չես կարող, Քրիստի ջան։ Չգիտեմ, տանեմ տուն, պահեմ։ Կյանք դե քցելի, վայ, նստե մտածում ես։ Չես տենում ով է հելնի։ Հաջորդ մասնակիցը որ կմոտենա անհաջողության պատին, պետք է լիներ Տիգրան, բայց Տիգրան այս պահին հրաժեշտի խոսք է ասում նախագծին։ Հա, նախագծին։ Բայց ես նաև կուզում եմ բացատրես ինչ էր ասում Քրիստին, ես չհասկացա։ Բացատրեմ։ Մենք խոսակցություն ունեցանք, որ ես չէի պատրաստվում, տեսակ որ ես կարող եմ 10 իմ գնդակները տայի կամ Քրիստին կամ Գևին, ոնց որ ինքն էր մտածում, որ ես խնդիր լինեի նորին, բայց ես իրան բացատրեցի, որ նման քայլ չեմ արել ու դուք տեսակ, որ ես չարեցի, ես երկու հատ ձեզ տվեցի զուտ նրա համար, որ ձեր ոնց որ կոլբաները դատարկեր, որովհետև մնացածի մեջ կար։ Ու դրանից հետո, այդ իմ քայլից հետո Գևը գալիս է ու ինձ մի քանի հատ Քրիստին։ Չէ, Գևը հետո։ Չէ, իրականում ես գցեցի, բայց Գևը հետո ավելի վատ։ Քրիստին անել կհասկանա, բայց որ տղան անում նման քայլ, դա անընդհատ։ Չէ, ժողովուրդը ստե տղա աղջիկ вообще տարբերություն չկա, պետք չի տենց արտահայտվել։ Այդ բան չասեմ, դες ով կմնա խաղում։ Բարի խաղ, ցանկանում եմ թող։ Ես շատ տխրում եմ, որ մեր մասնակիցները, կոնկրետ տղա մասնակիցները լքում են։ Հաղթի, չգիտեմ, արդարը, ոչ թե ուժեղագույնը, եթե այդ արդար մարդը կարող է հասնել մինչև ամենաեզրափակիչ, իսկ հաղորդմանը շնորհակալություն հրավերի համար, հրաշալի էմոցիաներ են, ուրախ էի 60 հոգու հետ կրկին ծանոթանալ։ Arm Games-ը լքում է։ Մենք ենք շատ շնորհակալ։ Arm Games-ը լքում է մեր միակ արցախցի ներկայացուցիչը Տիգրան Գալստյան, ով գրավում է 6-րդ հորիզոնականը։ Մենք էլ քեզ ենք շնորհակալ։ Իսկ մենք շարունակում ենք։ Նանո։ Ուտ։ Շատ վճռական պահ է։ Երկու հատ Լենային։ Մի հատ Գևին։ Շատ խնդալ։ Դե քցեք էլ ինչ դրամա եք խաղում, վա։ Քանի հատ մնաց։ Երկու հատ էլ պետք է օգտագործես։ Ոյ, դե ինձ եմ գցում։ Նանոն Էլ հավես չունեմ, ոնկեղծ եմ ասում։ Նատե Ռուզիկին, շատ լավ։ Հաջորդը Գև 6 Այս պահին 3 միավոր Նանո, 2 միավոր Քրիստի, 3 միավոր Գև, 9 միավոր Լիլիթ, 3 միավոր Ռոզիկ։ Այս պահին 8 միավոր ունի Լենան, 9 միավոր ունի Լիլիթը։ Ռուսկաներս էլի զուտ չգիտեմ ինչ անեմ։ Քրիս սպասի էլի հավասարացնեմ զուտ։ Մնաց մի հատ։ Վերջին գնդակը։ Օշմանետ ինքնին են գծեց։ Լիլիթ Գալստյան։ Կանոն ցավ ինձ գցեմ էլ եմ գնա, որ ոչ մեկ չհանի նեղանամ էլի։ 5 Մի հատ եմ ինձ տալիս։ Հա լավ, սեն։ 1 2 3 4 5 Լենանա հելնում կյանքս ու ես։ Դուք մնում եք։ Պարզից է պարզ է։ Լիլիթը մի քիչ մաթեմից թույլ է, դու բացել էիր 5-ը, քոնը մեկը հանի հետ։ Ինչի? 5 1 Արդեն 5 հատը գցել ես։ Չէ, Ռուզիկին եմ հանում, թե։ Էլ չես կարող հանել հետ դիրքոնը։ Դու արդեն գցել ես։ Բայց ես եմ
որոշում ինչ անել։ Դու արդեն գցել ես տարայի մեջ։ Հա իմը կարայի հանե, ինչ տարբերից։ Լիլիթն ուզում էր ինքնին հանել, բայց քանի որ մատեմից մի փոքր թույլ է, Ռուզիկ Մատեմից դասատը մեռել է։ Սամասաբայ Ոնց հասկանում եմ, արդեն երկրորդ անգամ նույն քայլը պիտի անեմ։ Ռևերսի քարտն է սա։ Անհաջողության պատում կա ավելի անհաջող քարտ, ավելի դաժան քարտ, քան թվերն են, դա ռևերսն է։ Դա նշանակում է Ռուզիկը այս պահին այստեղ գտնվող որևէ մասնակցին փոխարինում է դուրս եկած որևէ մասնակցով։ Բայց դու կարող ես միայն փոխարինել այն մասնակցին, ով հենց այս պահին է դուրս եկել նախագծից։ Այստեղ գտնվող Լենա, Նանո, Գև, Կրիստի եւ Լիլիթ մասնակիցներից որևէ մեկին դու հեռացնում ես խաղից, հետ ես բերում այն մասնակցին, ով ընդամենը րոպեներ առաջ լքեց նախագիծը ձեր իսկ քվեարկության արդյունքում։ Այսինքն դու հնարավորություն կարող ես տալ հաջորդ փուլ անցնել միանգամից մեկ մասնակցի։ Կատաստրոֆիկ լավ քարտ տվյալ մարդու համար։ Նա դուրս է եկել քվեարկության արդյունքում, բայց կշարունակի խաղը հաջորդ փուլում։ Դա կարող լինի Ռաֆա Թադևոսյան, դա կարող լինի Սեյնթովը, դա կարող լինի Տիգոն Արցախի, դա կարող լինի Հայդալեկը։ Ռուզիկո որոշումը։ Դու շարունակում ես քո խաղը։ Ես երկուսի մեջ եմ տատանվում, իրականում սարսափելի է, ես նույնիսկ չէի պատկերացնում, որ սենց քարտ կարա լինի այստեղ։ Մարիամն էլ, որ նայես Մարիամի ներքին կզգաս։ Բայց 4 տղաներից մեկին դու կարող ես մասնակցի մեջ տատանվում եմ, երկուսն էլ ինձ համար շատ հարազատ են դարձել, մեկի հետ վաղուց, մյուսն էլ այստեղ ինձ շատ անգամներ օգնել է։ Ասեմ ինչ է տեղի ունենում։ Երբ դու ետ ես բերում այդ 4 տղաներից որևէ մեկին, այստեղ գտնվող մասնակիցներից ոչ թե անցնում են հաջորդ փուլ 4-ը, այլ 3-ը, որտեղ 4-րդ մասնակիցը անցնում է եզրափակիչ։ Քո ընտրությամբ անցնում է եզրափակիչ։ Հիշեցնեմ, որ այս խաղը իմ խաղն է։ Ես ինչ ուզում անում եմ։ Վստահ եմ Մարիամը դեմ չի։ Ես այս պահին ավելի կողմնորոշվել եմ։ Թող ներեն ինձ բոլորը։ Ես չեմ սիրում, երբ որ մարդիկ նեղված են իրավիճակից դուրս գալիս, ես ուզում եմ Տիգոին հնարավորություն տանք։ Տիգրանը Գալստյան միանգամից եզրափակիչ երկրորդ խաղում է հայտնվում, նա դեռ տուն չի գնացել։ Անհավանական ստացվեց, ընդամենը վայրկյաններ առաջ Տիգոն լքել է խաղը, հատ կարաս ինձ է շնորհակալություն Ոնց ռևերսի քարտը ինքն է էլի դրել Տիգ ջան։ Ռևերսի քարտը հորինել ես։ Շնորհակալություն Ռուզիկին։ Հիմա ամենադաժան պահն է։ Տիգոին փոխարեն խաղը լքում է Լենան։ Խաղը լքում է Լենան։ Լենա շատ զուսպ եկավ ինձ մոտ։ Հատե ես սպասում էի նենց է։ Մայթի անգամ շարիկները ինքը պետքա գցեր, ոնց որ դաբիջ էր անելու, քանի որ իմ արդեն 9 հատ է։ Ես ընդհանրապես չեմ նեղվում, օքեյ եմ։ Շատ շնորհակալ եմ այս խաղին, իմ համար արդեն իսկ մեծ հաղթանակ է, որ ես 62 մասնակցից հասել եմ ֆինալ, այսքան քիչ մասնակիցների թվում եմ, որտեվ իմ համար քիչ կրկնակի բարդ ա եղել շատ խաղեր, թե ֆիզիկապես, թե հոգեպես, բայց իրականում շատ ուրախ եմ հիմա դուրս գալիս, որտեվ օքեյ է այս խաղը։ Մենք ես գրկում ենք։ Իրանք լավ կհանգստանաս։ Ին նոր ձեռագրերներից մեկն է Լենան։ Կարծում եմ շատ դաժան չէ իրան, այո, նա ուներ 9 ձայն, շատ ծայրահեղ ծանր վիճակում էր այսպես թե այնպես։ Մենք շնորհակալություն հայտնենք Լենային, կարող ենք ծափարենք Լենան հիմա հաստատ, հա, 6-րդ հորիզոնականով լքում է Arm Games-ը, Ռուզիկը կարող է վերադառնալ իր տեղը։ Մեզ մոտ սկսվում է անհաջողության պատուհանի 6-րդ փուլը։ Զատը մենք Շրի Լանկա ենք գնում, այլ ուզերներ։
Մենք սկսում ենք անհաջողության պատի երրորդ փուլը։ Այստեղ արդեն կանոնները փոխվում են։ Այս փուլում արդեն կարևոր չէ, թե ով է առաջինը պարտվել կամ ով է առաջինը հաղթել։ Ուղղակի պատահականության սկզբունքով ենք անում, թե դու ես ընտրում։ Բացատրեմ։ Քանի որ խաղը եկել է վճռորոշ պահ, քանի որ խաղի այս փուլում այլևս յուրաքանչյուր մասնակից, յուրաքանչյուր պատուհանը բացելուց հետո լքելու է նախագիծը, հերթականությունը կորոշվի վիճականության արդյունքում։ Այս պայն վիճականություն եղել է, ես խնդրում եմ մասնակիցները բացեն իրեն ձեռքի թղթերը։ Առաջինը Ռուզիկը առաջինն է մոտենալու հաջողության պատին։ Լիլիթ 3 Լիլիթը երրորդն է մոտենալու, Նանո 5 Վերջինը Նանոն է մոտենում և երկրորդը Կրիստին չորրորդը։ Թղթերը պահում ենք, Ռուզիկը մոտենում է անհաջողության պատին։ Վեց Լիլիթը Գալստյան լքում է Arm Games-ը։ Քցի դերթանք, պատատվենք, ինչ ենք։ Նանոն լքում է Arm Games նախագիծը։ Լիլիթը նույնպես։ Ռուզիկը այսօր 4 մասնակցի հեռացրել է նախագծից։ Սեյնթովին, Հայդալեկին, այս պահին Լիլիթին և Նանոին։ Ես ուզում եմ բարձր ծափարենք Լիլիթին ու Նանոին հրավիրենք այստեղ մեզ մոտ։ Շատ ուրախ ես։ Դե, բա ինչ անեմ, լացեմ, արդեն լացել եմ մի անգամ, հերիքա տենան, ինչքան լացեցի։ Մենք ասում ես խաղը արդեն կրած ենք, որովհետև ստեղ ունեցել ենք ամենալավ էմոցիաները ու ձեռք ենք բերել ոնց որ ամենայն թանկ հիշողությունները, որ ամբողջ կյանքում են, որ հիշելու ենք, իսկ իմ համար այդ ամենակարևորն է։ Ոնց որ մեծանամ, թորներից տնեմ սենց պուլտը միացնեմ, ասեմ, այ տատդ ոնց էր խաղում։ Ու չմոռանաս ասես թե ով էր այդ նախագիծն։ Այո, ասեմ Արամներ։ Արամը չէ։ Մեր թիմը։ Այո։ Նենց որ Կանոններն եմ ես օրինում։ Ես բոլորին հաջողություն եմ մաղթում, իրականում ինչ որ սենց որ ասեմ favorite բան ունեմ, favorite։ Չէ, ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում, այո, թող հաղթի ուժեղագույնը։ Գեժո, դու ինչ կասես։ Կասեմ ուժեղ կոնկուրենտը ոնց է, մրցակցի, ուժեղ մրցակցի, այստեղի բոլոր ժողովուրդը չեն սիրում, ես բոլորը դե գիտեք, որ ես ուժեղ եմ, ինչ մեղ կստացնեմ, Ռոզ, բայց ես այսօր քեզ տուն տանելու եմ կյանք։ Ճանապարհի ժամանակ տենց չխոսած չներվես, հա, դե հիմա Նարինն էլ է երևի ուժեղ եղել, ես իր մասին շատ եմ լսել, բայց չեմ տեսել խաղը։ Հուսով եմ ձեզ մի կետում կտեսնեմ, մի խաղի միմյանց դեմ, բայց։ Հույս ունենա։ Նոր մտքեր եկավ։ Միա սենց բան ասեմ, ես շատ եմ սիրում խաղալ ուժեղ մրցակիցների հետ։ Ես չեմ սիրում ուսիկ, տենց բաներ։ Խաղանք, պարտվենք, հաղթենք, ինչու ոչ, բայց ոչ մի անձնական որևէ վիրավորանք, չեմ մարսել էլի, մի խոսքով ապրես, շնորհակալ եմ ապրես, մենք ենք շնորհակալ։ Ռուզիկը, Գևը, Կրիստին, Տիգոն, Ստյոպը և Ռիփսիմեն անցնում են եզրափակիչ խաղի երկրորդ փուլ։ Ռիփո հաղթանակ, Ռիփո։ Մենք գնում ենք վիճականության։ Իրականում ժողովուրդ ոչ մեկս է ոչ մեկի դեմ չենք ուզում քննենք ուղղակի խաղը պայտակ դու չգիտես ինչ անես, որովհետև ոնց որ տուպիկ լինի, պետք է ինչ-որ մեկի դեմ քվեարկես։ Ջոն Դոմից թե դուս չեմ եկել, զատո գնամ տակ տեղերես, պորկեմ ու քնեմ։ Չէ, ես ուզում եմ Ռիփսիմեն հաղթի։ Ամենայն դեպս հաղթանակի հաղթի գնա։ Լիլո ջան, խոսում եմ։ Անկեղծ չենք ուզում քվեարկենք, հիմա չգիտեմ։ Երեխեք, բայց ունենց արեք Ռիփոն հաղթի, էլի, սոտեկի արժանի այնքան։ Հա, չէ, վայ Տիգոն, կներեք, խառնել էի։ Կներեք, խառնել էի անունները։ Ուրախ ես, որ մենք անցել ենք։ Մենք շատ վճռական պահ ենք եկել, այս պահը լինելու վիճականությունը, որտեղ մեր հաղթողները պետք է ունենան իրենց թիմը, եւ այս վիճականության համար մեզ մոտ ֆանտաստիկ անիվ է, որը մեզ տրամադրել է Pink Berry ընկերությունը։ Նախ խնդրեմ, հյուրասիրվենք պահպանակից։ Կբացես, խնդրեմ։
Դու կլե չէ, որտեղ դու կարող ես տեղել ուտել։ Դու բացի տուրին։ Շատ լավ, բացատրեմ ինչ է տեղի ունենալու։ Այստեղ 3 անուն է, միայն Կրիստի անունը չկա, որտեղ վերջին մասնակից հա, որ թիմ հակառակը գնա, դա Կրիստին է։ Դուք պետք է պատտեք անիվը։ Եթե ընկնում է տվյալ անունով մասնակիցը, գալիս է ձեր թիմ։ Առաջինը Ստյոպ ջան, դու կսկսես։ Պաղպաղակեր, նտրեմ։ Համեցից պաղպաղակեր, նատ բացի ես ուտեմ։ Ռիպ, չես ընտրում, Pinkberry անիվն է ընտրում քո փոխարեն, պատատիր։ Գևը Մկրտչյան գալիս է քո թիմ։ Այո, դու սենց ծափարություններ են հնչում։ Շոց ձեր համար մեկ է, ով ում թիմ եք ենում արդեն, հենց հաղթողներն եք։ Ստյոպ։ Օպա։ Այո։ Հիմա վերջին պտույտն է, եթե քեզ ընկնում է Pinkberry, դու պետք է ուտես Pinkberry-ին, այնքան եք պտտում, մինչև Ռուզիկը որևէ մեկ մասնակցից ընկնի։ Եթե հիմա Ռուզիկը գալիս է քո թիմ, Գևն ու Կրիստին առաջին անգամ դուրս են գալու միմյանց դեմ։ Եվ Ռուզիկը գալիս է Ռիպոյտին ամուսնյակները Գևը եւ Կրիստին ի ուրախություն ինձ դուրս են գալիս միմյանց դեմ, ես, ինտրիգներս։ Լավ, հիմա ուզում եմ թիմերով կանգնեք, իզնից աճ, Ռիպսիմեի թիմը թող կանգնի, իզնից ձախ։ Եզրափակիչ փուլի երկրորդ խաղում միմյանց դեմ կմտցի Ռիպսիմեի, Ռուզիկի, Գևի թիմը ընդդեմ Տիգոյի, Կրիստինայի եւ Ստյոպի։ Նրանցից ուժը այս բանի տեղափոխվում ենք այլ լոկացիա, որտեղ տեղի կունենա երկրորդ խաղը։ Գնացինք։ Ութ շաբաթ եղել է թեժ պայքար եւ այս 6 մասնակիցները 62 մասնակցից անցել են եզրափակիչ փուլի երկրորդ խաղ։ Դուք բոլորդ իրականում արդեն հաղթողներ եք, ձեզ պատմությունը կհիշի։ Մենք այս պահին գտնվում ենք Գարաժ մոլում, որտեղ տեղի կունենա եզրափակիչ խաղի երկրորդ փուլը, ասեմ, որ գժական խաղ է սպասվում։ Իդեպ Գարաժ մոլում դուք կարող եք ստանալ ձեր մեքենայի հետ կապված ցանկացած լուծում։ Պասարկումից մինչև պայստամասեր ամեն ինչ մեկ վայրում։ Իսկ եթե ունեք էլեկտրական մեքենաներ, մինչ այն կլիցքավորվի, դուք այդ ընթացքում կարող եք ձեր ազատ ժամանակը վայելել մոլում։ Ինձ թվում է պատրաստ ենք, չէ՞։ Հիշում եք, արդեն թիմերը բաժանվել են, գոհես թիմից է Ռիպ ջան։ Միանշանակ, ամենաուժեղ թիմն է։ Հրաշալի է։ Իսկ մենք սկսում ենք եզրափակիչ փուլի երկրորդ խաղը։ Իրականում շատ հավես խաղ է լինելու, նոր է ստեղծվել հատուկ Arm Games-ի եզրափակչի համար։ Եկեք բացատրեմ խաղը։ Խաղը կոչվում է գլխապտույտ։ Մասնակիցներից մեկը ամրացվում է սարքի վրա եւ պետք է նայելով հայկական սիմվոլներով պատին փորձի հուշել իր աչքերը փակ մասնակցին, որը պետք է սիմվոլները նույնությամբ վերարտադրի դատարկ պատի վրա։ Հուշելը դժվարանալու է, քանի որ հակառակորդ թիմի մասնակիցը խաղի ողջ ընթացքում պատտելու է կապված մասնակցին, որ թիմը առաջինը եւ ճշգրիտ վերարտադրի սիմվոլներով պատը կհաղթի։ Ինձ շատ է դուր գալիս այն պահը, որ ամեն հակառակ թիմի մասնակիցը պետք է պատտի Կրիստին, Ռուզիկին, Ռիպսիմեն, Ստյոպին։ Որտեղ երբ որ ամեն թիմի մասնակիցի թիմակցին պատտես, է հանգիստ է պատտել, իսկ հիմա էներգիա է լինելու։ Ամեն դեպքում ունես պիտի չպատտի, որ գլուխը փոքրին գնի։ Պատրաստ ենք։ Հա։ Չէ։ Գնացինք։ Երկուսի մեկ։ Ճիշտ է, բռնել երկուսի մեկ։ 6 Ճիշտ է։ Կրիստին լավ էլ թափով պատտում է։ 6-ի 2 Ճիշտ է։ 2-3 Ռիպոնը լիչ թույլ է պատտում։ Հանգի։ Դեպի քո ձախը։ Այդպես։ 1-ի 2 2 Օ, լավ արագ։ Չի։ Պատտի։ Պահի։ Պատտի։
Մեկի 6, բայց դարձել է թեքի։ Էլի։ 6-ի մեկի 6։ Արդեն սկսում է պտտասոնները, սկսում են հոգնել, Կրիստին արդեն հոգնել։ 3-ի 3 ճիշտ ես բռնել։ Արդեն սկսում են պտտասոններն էլ հոգնել։ 2, մի րոպե, 2-ի 4։ 4։ 4-ի 4 գետ։ Ահ, ոտքը։ 1-ի 2։ 1-ի 2, ապրես։ Երկևի չանցու, ճիշտ ան, երկև։ Իչի, պահի։ Նույնիսկ Ռոզիկը սխալ հիշեց, բայց Գևը ճիշտ էր։ Պահի։ 1-ի 3։ Արդեն մոտենում ենք վերջաբանի։ 4-ի 6։ 1, 2, 3, 4, 5, 6։ Այդ է։ Գևը ֆանտաստիկ լավ է աշխատում։ Ապրես, հա։ Պահի, 3-ի վերջ։ 1, 2, 3, 4, 5-ի 4։ Գերդի, Գևջան արեք, ցավոտ։ Երևի ես էլ երստատիտողները զգում եք, որ ես չեմ կարող մեկնաբանեմ, որտեղ շատ բարդ է այս պահին։ Վերջի շարք նախավերջին, Գև, գնա։ Էտա, արագություն դուր։ Ահ, ոտքս։ 4-ի 4։ 4։ Վերջի շարք 2, ճիշտ ես բռնել, ապրես։ Հոգին արագացավ, ես ուզում եմ տեսնեմ ով է։ Մի րոպե, 3-ի 3։ Չէ, 4-ի 3։ Զախ ձերին է վերջի շարք, վերջին պահի ճիշտ։ Դիր, վերջի շարք, վերջի, դիր։ 6-ի 3։ Այնտեղ մնաց աթամենը, Սիրյանինը մնաց մի հատ։ Երկրորդ շարք էր 3։ Հա։ Չէ, թեքի խալին։ Հիմա պետք է ուշադրություն դարձնենք։ 2-2 դիր, ճիշտ է։ Դեկեմ, էտա։ Պահի։ Երորդի նախավերջին, Գևջան, դիր, ճիշտ է, դիր, Ռոզիկ ստուգի մի հատ։ Հիմա ստուգում եմ։ Սիրանը, այդի թեքի մի քիչ։ Չէ, թեքի, հա։ Չէ, ճիշտ ես թեքի, էլի, հա։ Ուրեմն ուշադրություն, բոլորը բացում են աչքերը։ Ուրեմն առաջինը ժամանակով վերջացրել են Տիգոն, Ստյոպը, Կրիստին, բայց մի հատ սխալ է եղել, որի ուղումը ուշացել է, հաղթող են ճանաչվում Գևը, Ռուզիկը և Ռիփսիմե Խուրշուդյանը։ Ես մտածեցի, որ ասեցին իրանք վերջ, արդեն մտածում էի կրվել էի։ Բայց Ռուզի… Շատ լարված վերջաբան եղավ, որովհետև ինձնից աչք կանգնած թիմը, Կրիստին, Տիգոն և Ստյոպը իրականում ավելի շուտ էին ավարտել, բայց լարվածության, այսպես ասած, կիզակետում Ստյոպը մտածեց, որ ինչ-որ բան պետք է ուղղվի։ Մինչև Տիգրանը ուղղում էր, քաղաքատը, որ իրականում ճիշտ դրված էր եղել, այդ ընթացքում Ռուզիկը, Ռիփսիմեն ու Ռուզիկն ու Գևորգը այս դեպքում հասեցին իրենք դնեն ու վերջնական արդյունքում այս թիմը, որը ուներ ամբողջ հնարավորությունը տեղափոխվելու եզրափակիչ, իր ձեռքից բաց թողեց վերջի վայրկյաններին։ Ես շնորհավորում եմ այս պահին մեր կարելի ասել չեմպիոններին, որտեղ 3 հաղթողներ ունենք, դա Ռուզիկը, Ռիփսիմեն եւ Գևորգն են, բայց ինձնից աջ գտնվող մասնակիցները նույնպես հաղթողներ են ընդհանրապես։ Մենք ունեցել ենք 62 մասնակից եւ նրանք այդ 62-ի մեջ գրավել են 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղը կամ 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղը կամ բոլորն էլ գրավել են 4-րդ հորիզոնականը։ Քանի որ մեր հովանավորները չեն թողում, որ սենց մի փոքր սենց ներստրված գնանք, դա համար բոլորին անհատապես ունենք հովանավորների կողմից պատրաստված նվերներ։ Հաղորդման հմայքը, ես գիտեմ դու ինչքան մեծ բանակ ունես երկրպագուների, այս պահին լքում է, բայց արդար սպորտային խաղով է լքում։ Աթենք ընկերությունը իր գերմանական մսամթերքով այս հրաշալի սեթը սիրով հանձնում է քեզ, որպեսզի դու քո ամուսնակետ, որը եզրափակում է ամեն դեպքում, վայելեք, շնորհակալություն Աթենք ընկերությունը ամբողջ մեր նախագծում էսը լինելու համար, շնորհակալ ենք մեր շատ սիրելի գործընկերոջը, քեզ էլ շնորհակալ ենք, որ մեր նախագծում ցած հաշք փայլ տվեցիր։ Ես էլ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար ու մենք ունենք նոր տարվա արդեն առևտուր չենք անում։
Նաև ուզում եմ այն մարդիկ են մնացել, ում ես սրտանց սիրում եմ, յուրաքանչյուրիդ ու մաղթում եմ հաջողություն ձեզ։ Շնորհակալություն Կրիստին, ճանապարհենք եւ Կրիստիի բոլոր երկրպագուներին օտային պաչիկ։ Նորմալ է, որ կնոջ բաժանվեցիր։ Չէ, մենք այսօրեն մտքով Դու գնա, Կրիստ, գնա։ Մենք այսօրեն մտքով ենք եկել, որ ով էլ անցնի, չէ, մեկս մյուսի համար ուրախանալու ենք, որտեղ մեր համար տարբերություն չի։ Հասկացա։ Տիգրանը, որը վերջին պահին Ռուզիկի թեթե ձեռքով հայտնվեց եզրափակչում, որտեղ ռևերսի քարտը օգտագործեց քո դեմ ու նաև վերջին պահին ձեռքից բաց թողեց 2 միլիոնը։ Ուրեմն ասեմ սիրելիներս, որ այս պահին էմոցիոնալ, շատ Տիգրան էմոցիոնալ, շատ բաներ կադրում չեն հայտնվել, այդ կարող եմ ասել, թե ոնց էր բարկանում Տիգրանը այս համաձայն չէր, դե ամեն դեպքում այո վիճել էր, բայց այո, ես հասկանում եմ քո հետ, բայց Pinkberry ընկերությունը նա ինչ հրաշք գործընկեր է։ Նա ինչ հրաշք գործընկեր է, իր համեղ պաղպաղակներով կսառեցնի թե քո էմոցիաները, թե քո մտքերը։ Շնորհակալություն ես Pinkberry-ին, հատուկ գործանից քեզ համար բերվել է այս մեծ տուփը, որտեղ շատ պաղպաղակներ կան, անուշ կան, երախուն է կտաս։ Ռիփ, մի հատ հարց տամ, էլի, այնա ծոպն այս է գալու։ Դու շատ դանդաղ էիր պատտում, գիտես Կրիստի ստեղ ոնց է։ Մի պահ ինձ ծոպ ասես գլուխս ցավը, ասյանս չանեմ մնա ձեռնես մեջ։ Ես ելի ոստատիտող կատակ չեմ անում, Կրիստին այդ փուճուր մարմնով, Ռուզիկ ես այդ ֆորսնում, ֆուրա դնամ, ստոպ է տալիս։ Մի հատ հարց տամ, իջև կանցնենք եզրափակիչ։ Ըստ քեզ 3-ից հետո ով է հաղթելու։ Թող հաղթի ուժեղագույնը։ Ուզում թող հաղթեմ ես։ Շատ լավ, եւ մեր վերջին մասնակիցի ու շատ բարձր տրամադրությամբ ենք, էլի մարդկանց ճան։ Դե արդեն այնքան էտապ ենք անցել Ստյոպ ջան։ Ստյոպը շատ ինտելեկտուալ ու բարձրավեց նաեւ ֆիզիկապես պինդ, հա, արտաքինից չերևացող, բայց շատ դիմացկուն տղա է, ես ուրախ եմ նախ մեր ծանոթության համար։ Ես եմ շատ ուրախ, շատ թույն, շատ, չգիտեմ, էմոցիաներով լի խաղեր ու մենակ Ռիփսիմեին ճիշտ է բոլորին ես սիրում եմ, հարգում եմ ու մենակ ուզում եմ անկեղծ որ Ռիփսիմեն հաղթի, շատ եմ ուզում։ Ես ի սկզբանե ասել էի կամ Լենա, Ռաֆոն կամ Ռիփսիմեն։ Իրականում արդեն այս համարում եմ ինձ հաղթած, որովհետև ֆինալ ենք էլի համարյա հասել։ Դե համարը չէ, սա ֆինալ է ինձ։ Ֆինալի եզրափակիչից ու եզրափակիչ խաղին չես հասնում։ Մեր գործընկեր հյութ ընկերությունը իր ֆանտաստիկ բնական հյութերով քեզ կզովացնի, տրամադրություն կբարձրացնի։ Կարող ես Հայդալիկին ու Լենային էլ փոխանցես այս հրաշալի բրենդը, մենք էլ ենք շնորհակալ, ասեմ, որ ես ըմպել եմ շատ համովա։ Դե քեզ ճանապարհում ենք, դու կարաս ճանապարհին խմելով գնաս, իսկ մենք գնում ենք Սիրունանանք, մեզ նաև կմիանա Մարիամ Ալեքսանյան, կհանդիպենք արդեն հաջորդ վայրում, որտեղ մենք ունենալու ենք թեթև ճաշ եւ լարված վիճակներ։ Բարի չի լինելու մեր համար։ Երբեք գնացինք։ Պատրաստ ես։ Հա։ Ես գիտեմ դու չգիտես ինչ խաղ բաց թողեցիր, բայց ես գիտեմ որ պետքա պատրաստվեիր։ Այսօր ես 3 հաղթողներին հրավիրել եմ Զեն։ Մենք Զենում կունենանք ճաշ, բայց Զենում նաև կունենանք մեկ խաղարկություն։ Իմ սիրած խաղարկություններից։ Բայց ինձ թվում է դու մեզ համար ինչ որ բան պատրաստել ես, որովհետև դու մեզ հենց այնպես Զեն չէիր հրավիրի։ Միշտ, բայց արի գան դուրերը, մեր հաղթողները, ճաշենք, շամպայն տրաքացնենք, վայելենք, հետո նոր խոսենք, թե ինչ են պատրաստել։ Լավ։ Մասնակիցների խնդրենք, որպեսզի միանան մեզ։ Մասնակիցները եկան, ջենտլմեն Գևորգը, Ռիփսիմեն եւ Ռուզիկը։ Խնդրեմ Ռուզիկ ջան, խնդրեմ Ռիփսիմե ջան։ Ոնց եք։ Լարված։ Դա նորմալ է, դրա համար պետք է լարվածություն թոթափել։ Ես ձեզ հրավիրել եմ այս ֆանտաստիկ միջավայր, մենք այս պահին գտնվում ենք Զենում, կճաշենք միասին, թոթափելու համար եկեք մենք շամպայն բացենք էլի։ Դուք արդեն հաղթողներ եք։ Արման ջան, խնդրեմ մոտեցիր։ Արմանը մեր շատ լավ ընկերն է, այսօր ինքն է մեզ սպասարկելու։ Ահա, ես շնորհավորում եմ ձեզ 62 մասնակցից, դուք 3-ըդ ասել եք եզրափակիչ փուլ։ Սա եզրափակիչ խաղը չի, սա եզրափակիչ փուլն է։ Եզրափակիչ խաղը լինելու է եզրափակիչ փուլից հետո։ Ինքան հետաքրքիր է երևում, սիրտս ոնց ասեմ։ Ես ուզում եմ առաջարկել այս
3 ֆանտաստիկ մարդկանց կենացը մայրամ համաձայն ես չեմ։ Անհատապես ձեր մասին խոսեմ, բայց այս պայն ուղղակի ասում եմ ձեզ համար։ Չկասնենք, խմենք, որից հետո ես կասեմ ինչ ենք անում, ձեզ համար, սիրելիներս։ Եվ որ կա Լենայի տված հնարավորությունը շատ հրաշալի օգտագործեց, նա արդեն եզրափակիչ փուլում է։ Ռիփսիմեն շատ լավ օգտագործեց իմ տված հնարավորությունը։ Արի չմոռանանք նաև Վարդին, որովհետև Վարդը շատ գեղեցիկ քայլ արեց ու Ռուզիկի ոտքը վնասված էր։ Իրականում ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնակից լուրջ մի հատ էսպիսի փորձություն անցել է, 3-ն էլ։ 3-ից հետ եղել է մի պահ, որտեղ ձեզ տվել են հնարավորություն։ Քեզ Վարդը, քեզ ես։ Իսկ պահը բաց չթողելով կուզեմ, որ երեքս շնորհակալ լինենք այն մարդկանց, ում շնորհիվ մենք այստեղ ենք։ Այո։ Մենք շնորհակալ ենք։ Եկեք գավաթ բարձրացնենք, չէ՞, ինչ կենացային տրամադրություն ա եկել։ Այո։ Քանի որ զրնգած, ես ուզում եմ ասեմ, Մարիամ, ես շատ ուրախ եմ, որ այս նախագծում դու հայտնվեցիր իմ կողքին, որպես իմ գործընկեր, վստահ եմ, սա կլինի շարունակական։ Ես էլ ուրախ եմ, որ վստահեցիր ինձ։ Հատուկ շատ։ Արման ջան, խնդրեմ, շեֆ խոհարարի պատրաստած տակ ուտեստը վայել ենք։ Ինձ մոտ 2 հիշարժան պահ ա եղել, մեկը ինձ հետ կապված, որ դուրս մնացի իրականում։ Նորոյի, այսինքն դուր, հա։ Մի քիչ անսպասելի էր, բայց ավելի վատ էր ինձ համար, երբ որ Քրիստոն մենակ մնաց նախագծում։ Դու ինչ կասես, քո համար հիշարժան պահը որն է։ Ես ընդհանրապես շուտ եմ հավատում մարդկանց եւ վստահում եմ, իսկ այս դեպքում թիմային պայքարեր ու այն որ ասած ինձ մեջքից խփեցին, չէի սպասում։ Եթե անհատական լիներ ես իմ ուժով դուրս գայի, դա ուրիշ բան։ Իսկ եթե ես իրանց օգնել եմ խաղերի ընթացքում ու այստեղ ինձ խփել են, չգիտեմ, ես իմ տեղը չէի գտնում։ Ռոզ, դու ինչ կասես։ Ձեզ բարի ախորժան։ Ապրես։ Ինձ համար հիշարժան պահերը մի քիչ ավելի շատ են կարծում եմ, իմ առողջականից ելնելով։ Նախ շատ Որ մի քիչ խնդրարույց աղջիկ ես առողջական։ Ոտքիս վնասվածքի պատճառով ինձ դա շատ խանգարում էր, բայց նաև ինչ որտեղ շատ օգնեց։ Դե կարծում եմ ամենա էպիկ պահը ամեն դեպքում Ռիփսիմեի պահն էր, բայց ես մի բան եմ ուզում նշել։ Ինձ համար մեծ բացահայտում ա եղել Հայդալեկը։ Ես բացատրեմ, էլի։ Ռաֆը շատ էքստրեմալիստ է, ինքը չի վախենում, որ իրան վատ կոմենտներ կգրեն, ինքը շատ համարձակ է, շատ հումորով է, ինձ շատ ա դուր եկել իր արած գործողությունները ու իր մեկնաբանությունը, ինքը ասել է սա խաղ է իմ համար, ու իմ համար խաղում սահմաններ չկան։ Ինձ դա դուր ա գալիս, Ժորժ ջան, որովհետև սա խաղ է, բայց Ռիփսիմի հետ կապված ինքը իրան մեղավոր համարեց։ Ասեց ես ուղղակի տարբերակ չունեի, դա ինստինկտ է։ Այդ էլ ինձ դուր եկավ։ Ոնց որ դա նոր բացահայտում էր իմ համար, գրեթե բոլորին ես շատերին նոր էր իմ համար, բայց Հայդալեկը Ռաֆոն իմ համար նոր բացահայտում էր։ Եվ նաև շատ հետաքրքիր կերպար իմ կյանքում բացացեց մյուս Ռաֆա Թադևոսյան, շատ ինտելեկտուալ, շատ հետաքրքիր կերպար, որի հետ հուսով եմ մենք աշխատենք։ Ես կենացում եմ։ Arm Games նախագիծը, որը հեռարձակվում է Armenia հեռուստաընկերությամբ եւ Melikans Production YouTube ալիքում, կայացավ մի գժական թիմի շնորհիվ եւ մի գժական մասնակիցների շնորհիվ։ Ես ուզում եմ արդեն բոլորի շնորհավորել կայացած ֆանտաստիկ նախագծի համար ու մաղթել այն մեկին, ով կճանաչվի Arm Games նախագծի հաղթող։ Որ մեկը տեղ որ լինեք, դուք արժանիք ձեզ համար։ Շնորհակալություն Արամ, ոգևորեցիր։ Շատ հուսահատված էինք արդեն։ Իսկ հիմա անցնենք այն փուլին, ինչի համար որ եկել ենք։ Գավաթը ինչպես տեսնում եք փոխել են։ Մարիամ դու ստեղ ֆունկցիա ունես։ Արմանին խնդրեցի արդեն, հա, մատուցել է եւս 1 տարա։ Ամեն մեկի առջև դրված է, համարակալված, կեվոր կոմոդ որ համարն է։ Առաջին։ Երրորդ։ Մեզ միացել է Pinkberry ընկերությունը իր հաջողության անիվով, Pinkberry ընկերության հաջողության անիվի միջոցով մենք ունենք խաղարկություն, որը բոլորին էլ հաջողություն բերելու է, բայց ամեն դեպքում այստեղից ընդամենը 2 հոգին կանցնեն եզրափակիչ խաղի, եզրափակիչ փուլ։ 1 հոգին այստեղից գնում է ուղիղ տուն, բայց մենք գիտենք, ասենց ուղղակի բաց չենք թողնում, լավ նվերով է գնալու ամեն դեպքում։ Մեր գործընկերոջ կողմից ունենք լավ նվեր այդ 3-րդ մասնակցի համար, բայց նա չի վայելի եզրափակչի այդ էներգիան։ Ինչ է տեղի ունենալու։
Համարակալված թվերը ձեզ մոտ են։ Մարիամը պատտելու է անիվը, որ թվի վրա կանգնեց, տվյալ մասնակիցը չի կարող բացել իր ափսեն կամ տարան։ Մնացած երկու մասնակիցները կարող են բացել եւ տեսնել, թե ինչ է այնտեղ թաքնված։ Այստեղ մեր ավանդական քարտերն են՝ կանաչ եւ կարմիր։ 2 հատ կանաչ, 1 հատ կարմիր։ Հիմա չեմ ուզում բացատրել ինչ է տեղի ունենալու։ Մարիամ, պատտիր հաջողության անիվը։ Չէի ուզի ես պատասխանատու հանձնարարությունը ինձ տայր։ Ես իրականում քեզ նախագիծ հենց միայն սրա համար եմ հրավիրել։ Պատտիր հաջողության անիվը կամ անհաջողության անիվը։ Հենց ում համար ոնց։ Ես պետք է բացեմ։ Ոչ։ Հիմա բացատրեմ ինչ է տեղի ունենում։ Գևորգ եւ Ռիփսիմե զգուշությամբ կխնդրեմ բացեք տարաները, այնպես որ միայն դուք տեսնեք, նույնիսկ Մարիամը կուզեմ չտեսնի։ Այնքան վատ լարվածություն եմ մոտես։ Բայց նես չբացես որ նետես մի կողմ էլի։ Ոնց սպասողական վիճակ է, ես բացեմ։ Բայց նենց խնդրեմ բացի որ միայն դու տեսնես, ես էլ չեմ ուզում տեսնել։ Ռուզիկ, հիշեցնեմ, որ դու կարող ես թողնել ամեն ինչ ոնց կա, կարող ես փոխել յուրաքանչյուր մասնակցի հետ, բայց դու ունես մեկ հնարավորություն։ Ես քեզ կտամ քո որոշումից հետո վերջնական հարց եւ քո որոշումը չի փոփոխվի։ Խնդրեմ սկսիր, մենք կարող ենք հետ գնալ Մարիամ ջան ու վայելել այս պահը։ Շամպայն։ Չէ, մերսի։ Ծայրահեղ բարդ է, բայց որոշ չափով հասցրել եմ ճանաչել Ռիփսիմեին։ Ամբողջ խաղի ընթացքում ինքը միշտ անկեղծ է եղել ու Ռիփսիմեն չի կարողանում կեղծի էմոցիան։ Համենայն դեպս ես այդպես եմ ֆիքսել։ Ես նկատեցի, որ Ռիփսիմեն բացեց ու զայրույթ իր աչքերի մեջ տեսա կամ ոչ այնքան դրական էմոցիա։ Ոչ չեմ նայել Ռիփսիմեն այդ։ Ռիփս, կարող եմ չէ հարցեր տալ։ Իհարկե։ Ոնց ես քեզ զգում։ Էլի լարված։ Քեզ դուր է գալիս այն ինչ որ չեմ կարող դու բացել ես։ Հիմա տվյալ պարին դուր չի գալիս սենց, այս լարվածությունը։ Լարվածությունը դուր չի գալիս։ Մարիամ ջան։ Ես ունեմ որոշում։ Մի անգամից։ Լավ։ Եվ չեմ փոխում։ Ամեն ինչ թողնում ես ոնց կա։ Ես հիշեցնում եմ, որ հարցը մեկ անգամ կտամ։ Սա վերջնական որոշում եմ։ Այո։ Ես առաջարկում եմ, որ դու ընտրես Ռիփսիմեից ու Գևորգից ով առաջինը զուտ բացի տարան։ Գևորգը։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին մենք բոլորս կտեսնենք, թե ինչ քարտ է Գևորգի տարայի մեջ։ Եթե կանաչ, Գևորգը եզրափակիչ խաղի եզրափակիչ փուլում է։ Եթե կարմիր, Գևորգը լքում է Arm Games նախագիծը։ Լքում է նվերով։ Գևորգ Մկրտչյան։ Մերսի։ Գևորգը եզրափակում է, ես շնորհավորում եմ։ Բայց այդտեղ արդեն 50-50 է դառնում Ռուզիկի մուտքը եզրափակիչ։ Իրականում շատ շնորհակալ եմ, որովհետև ինքը հնարավորություն ուներ փոխելու, բայց միգուցե փոխելու ընթացքում ես դուրս գայի, բայց ես իրոք հարգում եմ ու շատ շնորհակալ եմ քո քայլի համար։ Լավ, այս պահին ես հարց ունեմ Մարիամին։ Մարիամ, ով կուզես բացի քարտը, Ռիփսիմեն թե Ռուզիկը։ Ես ունեմ որոշում իմ մեջ։ Ինչպես նշեց Ռուզիկը, որ նա կարում է կարդալ էմոցիաներ, ես վստահաբար ասում եմ, որ շատ լավ կարողանում եմ կարդալ մարդկանց էմոցիաները։ Քանի որ Ռիփսիմեն արդեն իրենը տեսել է, ես կուզեմ, որ Ռիփսիմեն բացի։ Իսկ ես ավելի հակառակն էի սպասում, որ դուք ասես։ Չէ։ Ես կուզեմ, որ բացի Ռուզիկը,
Բայց ինչի ես հարցնում, եթե մեկը անելու Ես չեմ հակադարձում քեզ։ Ես ուղղակի մտածում եմ, զգում եմ, որ միասին մենք ուզենք, որպեսզի չտեսած քարտը բացվեր։ Ես դու մտածում ես այդ պահի մասին, ես մտածում եմ մարդու էմոցիայի մասին։ Այսինքն Ռիփսիմեն արդեն բացել է ու տեսել է։ Ես հարգում եմ Մարիամի որոշումը։ Ես կխնդրեմ չխոսես, այլ միանգամից բացես քարտդ։ Ուշադրություն։ Ռիփսիմեն եզրափակում է Ռուզիկի ընտրությամբ հենց ինքը դուրս է մնում Arm Games նախագծի եզրափակչից, որովհետև իր մոտ դրված է այս երեքից միակ կարմիրը, ինչպես նրա շրթներկը։ Գիտեմ, որ դաժան էր, բայց Arm Games նախագծում դու գրավեցի երրորդ հորիզոնականը, 62 մասնակցից։ Ռիփսիմեն ու Գևորգը արդեն եզրափակիչ խաղի, եզրափակիչ փուլում են, մենք ձեզ կանադառնանք, կշնորհավորենք ձեզ։ Ես ուզում եմ խոսել ու լսել քո բացատրությունը, ինչի դու այդ որոշումը կայացրեցիր։ Ես գրեթե վստահ էի, որ դու կփոխես Գևորգի հետ, գրեթե վստահ էի։ Ու հակառակը որ չես փոխի Ռիփսիմեի հետ։ Չգիտեմ։ Չգիտեմ, բացատրություն չունեմ, ինչ-որ։ Ուրեմն այսպես էր պետք։ Ես հարգում եմ քո որոշումը։ Վեստա ընկերությունը քեզ նվիրում է գեր ժամանակակից Tesla հեռուստացույց, որը վստահաբար ճիշտ կօգտագործվի։ Ես գիտեմ, որ դու ավելի շատ կուզեի լինեիր եզրափակչում, ես զգում եմ քո էմոցիաներից, բայց վստահ եմ, որ դու դեմ չես այսպես շքեղ նվերը, որը քեզ փոխանցում է մեր ֆանտաստիկ գործընկերը։ Շնորհակալություն ենք հայտնում Վեստա ընկերության այս նվերի համար, սա որոշակիորեն օգնում է ինձ քեզ գեղեցիկ ձևով ճանապարհել։ Շնորհակալ եմ Արամ ջան, նման հնարավորության համար։ Այո, իրականում դաժան եմ, երբ մարդը իր ձեռքով է դուրս մնում խաղից։ Դա շատ դաժան է, բայց Arm Games-ը հենց այն նախագիծն է, որտեղ երբևիցե չեն կարող գուշակել ինչ է լինելու հետո։ Ես վստահ եմ դու գիտակցելով ստորագրել ես լինելով այս նախագծում, վստահ եմ, որ մենք այս պահին արժի հենց գավաթ բարձրացնենք քեզ համար, որպես Arm Games նախագծի ֆենոմենալ էակ, ով գրավեց, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Սիրելիներս, Ռուզիկը փաստացի չպարտվեց, նա ուղղակի գրավեց երրորդ հորիզոնականը։ Խնդրեմ բերեք մեր շոկի հեռուստացույցը։ Ռուզիկ ջան, սա իհարկե Tesla ավտոմեքենա չի, դու այս ցանոթ չես կարող, հա, որևէ տեղ գնալ, բայց զաթո կարող ես տեսնել, թե ուրիշները ինչպես են գնում ինչ-որ տեղ։ Այո։ Այս պահին մենք քեզ հրաժեշտ ենք տալիս։ Դե ինչ, շնորհավորում եմ մեր երկու ֆանտաստիկներին, ովքեր իրենց ուսերին կրելու են 2 միլիոն դրամի հաղթանակի բեռը, ես չգիտեմ ով կհաղթի ձեզնից, պետք է սա տոնել։ Այս պահին կա գեղեցիկ տորտ, Dream Sweet-ը մեր գործընկերը պատրաստել է շքեղ տորտը, որով մենք կվայելենք, սենց հավես դեսերտային տրամադրություն կգա եւ կգնանք մի տարածք, որտեղ մեզ սպասում է գլխավոր խաղային զոնա։ Ձեզ համար։ Անջան։ Նայեք ինչ տոնական վիճակ է։ Հիմա ինձ գիտեք ինչ հետաքրքրում է։ Ձեզնից ով է տուն գնալու 2 միլիոնով։ Ես ուրախ կլինեմ, որ հաղթի այն մասնակիցը, ով կհաղթի։ Սա մրցակցություն է, սա սպորտ է ձեզ համար։ Շնորհակալ։ Վայելենք դիսոտը ու տեղափոխվենք խաղային զոնա։ Ութ շաբաթ 62 մասնակիցներ պայքարել են հենց այս պահի համար։
Բայց այդ բաղձալի պահը կվայելեն երկու ֆանտաստիկ մասնակիցներ՝ Գևորգ Մկրտչյանը եւ Ռուբսիմե Խոշոձյանը։ Գեվ ջան, գիտեիր, որ ուղղաթիռով Հուսով եմ մենակ թռնելու ենք։ Հա, չէ։ Մենք այս պահին գտնվում ենք հելիկոպտերսի հելիպորտում, որտեղ ուղղաթիռը սպասում է երկու մասնակիցներին, ուղղաթիռով ենք մեկնելու վերջին մարտահրավերի տարածք, որտեղ կլինի սուպեր խաղը։ Վախում ես։ Վախենալը դե այդքան ինքնաթիռ նստել եմ, գնացել եմ մրցումներ, բայց ուղղաթիռ իմենա չեմ նստել, չգիտեմ։ Այս ֆանտաստիկ նվերը մեզ համար պատրաստել է Royal Armenia ընկերությունը։ Ընդհանրապես Royal Armenia-ն կարծես ամեն անընդհատ ինչ որ գժական անակնկալներ է մատուցում։ Ուղղաթիռը վախենալու չի, բայց այ ուր ենք գնալու, ինչա լինելու, այդ արդեն շատ վախենալու է։ Գաղտնիությունն է, էլի, վախ տալիս։ Մեր եզրափակիչ դուրս եկած մասնակիցները կարծում եմ իրականում արժանի են, որպեսզի մարտադաշտ, այսպես ասեմ, մարտադաշտ մեկնեն ուղղաթիռով։ Եկեք ջիգարներ։ Եկանք։ Շքե ուղղաթիռը դեզ այս սպասում, պատրաստեք։ Պատրաստենք ու լարված ենք։ Լավ, գնացինք եկեք։ Թե։ Այս կոմից։ Մոտներս խիրով գնացինք։ Հատուկ շվեցար Ռուբսիմե Խոշոձյանի համար։ Ոնքեր չգիտեմ ով կհաղթի։ Royal Armenia ընկերությունը մեզ համար պատրաստել է շատ արագ թռիչք դեպի մարտադաշտ։ Եվ պատրաստ ես։ Ոչ։ Ռիմ պատրաստ ես։ Այո։ Ապրես։ Չէ, իրական Գնացինք։ Օպա, բայելում ենք։ Օպա։ Արամ ստերա որոշվում ով անցնում ֆինալ։ Ահա, արդեն էմոցիաների մեջ է։ Ես ուզում եմ Ռուբսիմեին մտնենք։ Ֆանտաստիկ զգացողություն այս պահին։ Դե դա սպասում է Մարիամ Ալեքսանյան, Մարիամը ունի ֆոգա օդային վարչություններից։ Մարիամը մեզ կդիմավորի հենց ներքևում։ Ռուբսիմե ջան, ոնց ես։ Հասկացա։ Ես մի ատել զգացում, որի պետքիչները։ Մարիամ, ինչ լավ է դու ստեղ չես, ինչ լավ է։ Հայրան ջան, գայրին ինչ մենակ էլ կողմի տմամարտակ մեջ։ Այս պահին մենք մոտենում ենք արդեն այն տարածք, որտեղ լինել է սուպեր խաղը։ Ամբողջ օպերատորական թիմը մեզ է սպասում եւ ամենակարևորը մեզ կդիմավորի Մարիամ Ալեքսանյանը։ Ուշադրություն մենք արդեն այլ չի։ Մենք արդեն վայրը չկատարեցինք, արդեն գետնի վրա ենք։ Ռուբսիմե ոնց ես։ Արդեն լավ ես։ Գնամ դիմավորեմ մասնակիցներին։ Եկել ենք ջիգար։ Երեխեքը մի քիչ վախեցել են օդում։ Ես Արամին չեմ լսում, բայց կարողանում եմ հասկանալ թե ինչ է ասում։ Բարև ձեզ։ Մենակ էի թողել։ Դիմավորի չեմպիոնական կազմին։ Դիմավորում եմ մեծագույն սիրով։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մենք գտնվում ենք Ազատի ջրամբարում, որտեղ կլինի սուպեր խաղը։ Որտեղ կամ Ռուբսիմեն, կամ Գևորգը կճանաչվի հաղթող եւ տուն կտանի 2 միլիոն դրամը։ Այո։ 62 մասնակցից այս երկու ֆանտաստիկ կերպարներն են հասել այսօր այստեղ։ Ոնց ես, Մարիամ։ Ես շատ լարված։ Դու։ Ասեմ, որ ոչ մի ինտրիգ, ոչ մի ուղակի զուտ ով հաղթում է, նա էլ հաղթում է։ Առաջին անգամ Քեզանից չի, բայց շնորհակալ եմ։ Դու ուրախ ես, որ վերջացնում ենք հաղորդումը։ Ես ուրախ եմ, որ վերջացնում ենք, որովհետև նորն ենք սկսելու։ Միշտ երբ որ ինչ-որ բան ավարտվում է, ինձ մոտ սկսում են նորը, բայց վայելել եմ, ջիգարներ ապրեք, ես ձեզ մաղթում եմ հաջողություն։ Խաղը բարդ է Արամ։ Ամեն դեպքում հեշտ չի, եկեք
բացատրենք խաղը, որպեսզի ավելի բարձր լինի, թե ձեր համար, թե հեռուստադիտողի համար։ Arm Games նախագծի վերջին խաղը կոչվում է 4 տարեր։ Մասնակիցը պետք է հողը փորի եւ արկրի միջից հանի ծակ դույլը։ Ծակ դույլով տակառի ջուրը պիտի լցնի ջրային կասկադի մեջ, այնքան որ գնդակը ընկնի։ Վերցնելով գնդակի միջից բանալին, պետք է ազատի գերանը եւ գերանի օգնությամբ անցնի փոսի վրայով։ Հասնելով նետ ու աղեղին, մասնակիցը պետք է կրակոտ նետը մխրճի տուկերով բուրգի վրա։ Ում բուրգը առաջին հրկիզվեց, այդ մասնակիցն էլ դառնում է հաղթող։ Ինձ թվում է պարզա, չէ՞, խաղը բոլորի համար պարզ էր։ Շատ դժվար է։ Դե հա, բա դե 2 միլիոն։ Արամ ուրիշ բան չէր նախատեսի ձեզ համար։ Բա 2 միլիոնի համար եք պայքարելու։ Օպա։ Ահա։ Ես նախորդ չէ, նախորդ ասում ես կապ չունեմ։ Առաջի անգամ ես աբսոլյուտը կապ չունեմ։ Բարև ձեզ։ Շատ ծանոթ։ Չեմ հավատ ռոբնա։ Արամ ջան։ Բարև ձեզ։ Ընկեր Ռոբ։ Անամես հարց։ Ես քաղաքի խցանումներից զերծ մնալու համար այսօրվանից օգտվում եմ միայն մոտոցիկլավարի ծառայություններից։ Մոտոցել ճարեմ։ Լույս տաքսի սերվիս է։ Տաքսի սերվիս մոտո։ Անկես իրոք օգտվեք շատ, այսպես ասեմ, կազատի ձեզ առօրյա հոգսի։ Կազատի ձեզ ազատի։ Հա, իհարկե, կազատի ու նաև ինչի եմ եկել իմ գալու նպատակը ոնց է, քանի որ ձեր Arm Games-ը ից հետո կասկածելի երեկո հաղորդումն է ու գիտեմ այսօր երկար է լինելու։ Շատ։ Խնդրում արագացրեք մի քիչ, որովհետեւ հատուկ դրա համար արագացրեք, որովհետեւ սպասում եմ։ Գարիկը անապեր սպասում։ Քաղաքից եկել եմ ասեմ, այս արագացրեք ու հետ գնամ արդեն նկարանում։ Գնալուց Արմենիա։ Այո։ Ես մի անգամից գրում եմ ձեզ մաղթում եմ բարի խաղ, ինձ թվում է կհաղթի ուժեղագույնը։ Այսինքն այո։ Ուժեղագույնը ես տեսնում եմ։ Ես նույնիսկ ողջագուրվելուց զգացի ինչ ուժեղ է։ Ինքը շատ Սա հոգեբանական ճշմարտ գեվի վրա։ Բայց ասեմ ինչ եմ երկրպագում, անկեղծ ասեմ Ռիփսիմեին, որովհետև մենք բոլորս տղաներով պետք է կանանց եւ աղջիկներին առաջ տանք։ Գևորգ ջան, դրա համար արի մի մասնակցի դու ես աղջիկը։ Դե իհարկե, հաղթի վերջացնի էլի։ Այո, սա զուտ ես ցանկանում եմ դուք հաղթեք։ Շնորհակալ եմ անչափ։ Սա Ռոբի անձնական մաղթանքն է, սա։ Բայց եթե տղա լիներ, չէի ասել, օրինակ երկու տղաների պայքար լիներ, սուսպոս գնալու է։ Դուք հասկացաք ես ինչ նկատի ունեմ։ Սա ջենտլմենական, ես գնամ, արդեն շտապում եմ։ Մենք էլ կփորձենք շատ չձգենք։ Այո, գնացի։ Սա, իսկ մենք շարունակենք։ Այ հիմա արդեն պատրաստ սկսվում է խաղը։ Իդեպ նշեմ, որ այս խաղը 4 տարերքի մասին է։ Այո։ Հող, ջուր, օդ, կրակ։ Այդ ամենը դուք կտեսնեք խաղի ընթացքում կհասկանաք որն է հողը, որը ջուրը, որը օդը, եւ որը վերջապես կրակը։ Պատրաստ։ Գնաց։ Ահա։ Այ օրինակ այստեղ արդեն գեվը առավելություն է։ Ամեն դեպքում Չէ, ոնց որ Ռիփսիմեն էլ։ Ռիփսիմեն լրիվ ոդկով է, այսինքն ոնց որ իրական հողագործությամբ է սպայն զբաղվում, բայց արագություն է ավելի շատ պետք։ Հա։ Սա առաջի տարեքն է, ինչպես ասում, այո, հողը։ Հողի ներսում է թաքնված սունդուկը, որը կապ ունի արդեն երկրորդ խաղից, որը մեր խաղը իդեպ այսպես փոխկապակցված է, բոլոր տարերքները կարելի ասել իրար հետ փոխկապակցված։ Արդեն Ռիփսիմեն ձեռքով է սկսել աշխատել։ Հնարավոր է ձեռքով։ Ինչով ուզի կարող է աշխատել, նա արդեն ձեռք։ Որքան եմ ուզում։ Բահը փոխարինեց։ Խնդրում եմ ուշադիր նայեք ոնց է ձեռքերով փորում։ Գևը բավականին հոգնել է կարծես թե։ Ռիփսիմենի ձեռքերը կարծում նույն ձև ուժեղ են, ինչպես Գևորգի բահը, նույն գործողությունն են անում։ Ահա։ Ռիփսիմեն հանեց։ Նո, առաջ անցավ ձեռքով։ Նա ձեռքով առաջ անցավ, այս բան իրականում շատ կարևոր է արագությունը լինելու, Ռիփսիմեն բավականին շատ օգնել է, բավականին շատ, Գևը դեռ փորում է։
Ուրեմն մի փոքր առաջ է, բայց սա իրականը ոչինչ չի նշանակում, որովհետև Գևորգը կարող է իր արագությունը աչքին վերադառնալ, ուղղակի Գևորգը դեռ պայքարում է հողի հետ։ Որ լրվել է։ Ապես է ինչ-որ բան սխալ արել, ուրիշ բացատրություն չունեմ։ Ուրեմն բավականին առաջ է այս պահին, բայց կրկնում եմ, սա ոչինչ չի նշանակում դեռ։ Ուրեմն ո՞նց ես։ Ամբողջ ջուր է եղել, սաղ շորերը ջուր է եղել։ Եվ ուզում հասկանամ ինչ է ստեղ ստոպ եղել։ Իսկ կարող է դու էլ օգնես ձեռքերով ինչպես արած Ռիփսիմեն։ Արեցի, բայց Այդ մասը չէ, ինձ թվում է մի փոքր պետք է արագացնես Գևչան։ Ռիփսիմեն արդեն անցավ երկրորդ խողովակի առաջի գիծը հաղթարեց, գնդակը ինչպես տեսնում եք բարձացել է վերև, ջուրը լցվում է, գնդակը բարձրանում է, պետք է գա, ընկնի ստեղից բարձրանա ու վերցնի Ռիփսիմեն, շատ պարզ է։ Ռիփսիմեի ամբողջ շորերը ջրվել են։ Եվ ջան, ախր բանը։ Ինքը չէր հասկանում հենց հիմա ինչ է անում։ Լուրջ եմ ասում, ու կոնկրետ նպատակի հետևից է գնում։ Եվ ջան, չի կարա չլինի։ Ախպեր ահա որ ներքևա չի լում։ Այ չի գնում ախպեր։ Ահա, ճիշտ արեցի։ Կարա վերցնեմ։ Երևում է։ Եթե երևում է կարա վերցնի։ Ահա, կարա։ Ախպեր նայեք չկա ձերը։ Երթվում եմ չկա։ Ուզում ես ձեռով արա։ Գևի մոտ ինչ-որ խնդիր է առաջացել ու Գևը չի կարողանում սունդուկը հանել։ Վայ, Ռիփսիմեն արդեն անց։ Ռիփս կմրսես, զգույշ։ Ահն։ Ֆու։ Ինչ Գևորգը դեռ պայքարում էր, հա, առաջին գծում, Ռիփսիմեն արդեն այնտեղ ճանաչվում է հաղթող։ Իսկան շուտ ես հաղթեցի։ Եմ որ ծանրություն կբարձրացնեի, բայց արագություն է կարգի, ես իրոքից ես եմ իմ վրա զարմացած, ապրես Ռիփսս։ Ես անկեղծ նախ առաջինը սխալ էի հասկացել։ Իրեն մենակ Վեդրոնն է, որ Ռիփսիմեն հանեց, փորձում էի Վեդոյի ծայրը գտնեի։ Վեդրոն սունդուկի մեջ է։ Սխալ տեղով էին։ Դա համար անընդհատ դուք վերևից անընդհատ փոս ավելի է շատացնում։ Զուտ վրի հողը պիտի վեկալը։ Սխալ էի հասկացել։ Ոչինչ Գևարի։ Գևան դեռ պրոստը մնացել է։ Չի ուզում Գևիս։ Ես շնորհավորում եմ, հեսա Գևը մեզ կմիանա։ Գևը որ խաղաս խաղ է հասկացում։ Ես հասկացա։ Մենք շնորհավորում ենք, մենք Ջիգյանի շնորհավորում ենք։ Ուզում ենք նա բարձր ծափարություններ հեռուստատեսությունից են կոմենտի։ Ապրեք։ Ախտող Ռիփսիմե Խուրշիդյան։ Ռիփսիմե ջան, դու վաստակում ես արժանի քրտինքով քո վաստակած
Arm Games նախագծի գլխավոր նվերը, որը 2 միլիոն ՀՀ դրամ է, որից 1 միլիոնը դու տրամադրելու ես բարեգործության, վստահ եմ դա ճիշտ է օգտագործի, իսկ մյուս 1 միլիոնը ինչ ուզում ես արա։ Ինչ ուզում ես արա։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, հանձինս քեզ, Արամ ջան, Բայրամ ջան, ձեզանից նման գեղեցիկ, ֆանտաստիկ խաղի համար, ինձ համար ես բացահայտեցի ինքս ինձ։ Ես այդքան հաղթանակներ տարել եմ, բայց նմանատիպ ֆորմատով ես հանդես չեմ եկել։ Շատ, որ ասած, էմոցիաներ։ Իսկ քո երկրպագուներն էլ հիմա շատ ուրախ եմ, որովհետև դու շատ մեծ երկրպագուների քանակ ունես։ Գև ջան, դու էլ մեզ միացի, ինչպես նշեցինք քիչ առաջ, Արժանի ես։ Ապրեսցա։ Այո, ինչպես ասեցի, Գևը խաղը Ես ամոթալի պատրեցի։ Բայց ուրիշ խաղ էլ խաղում։ Իրականում ես պատրաստ էի։ Սունդուկներ ուզում հողի մեջից անել։ Գև, բայց ասա, որ երբ ոնց դու էիր ասում, որ դու ուզում ես ռիփսիմեն հաղթել, պես էլ եղավ։ Ամբողջ ճանապարհին է դեր ասում Գևը։ Չէ, ես պատրաստ էի պարտվելուն, ճիշտ է, մի քիչ ամոթալի պարտվեցի, ինձ ունում է։ Ամոթալի չէ, սելիոս տակ բացատրեմ, խորը փոսի մեջ խրացա սունդուկ, որը հնարավոր չի անել, զուտ պետքա բացել, մեջից անել դույլը, Գևը որոշել է սունդուկը անել։ Մենք ունենք եւս մեկ անակնկալ հաղթողի համար, ID Bank-ը պատրաստել է իր հերթական անակնկալը մեր նախագծում, այս դեպքում ամենախոշոր անակնկալը չեմպիոնի համար։ ID Bank-ը քո 2 միլիոն դրամին ավելացնում է եւս 500,000 դրամի համարժեք 500,000 ID coin։ Ջիգարս։ Սա քոնն է։ Այսօր սա քոնն է։ Բոլորը քեզ, մեր սերը քեզ, մեր ապրումները քեզ։ Շնորհակալ եմ ID Bank-ից, քանի որ ես դատարկ ձեռքով չեմ գնալու տուն, ունեմ արդեն 2 միլիոն դրամ, իսկ ID Bank-ը ինձ նվիրել է 500,000 դրամ։ Ես կուզենամ, որ իմ 2 միլիոն դրամից 500,000-ը նվիրեմ իմ ընկերոջը Գևորգին, որպեսզի նա դատարկ ձեռքով չգնա, այո, դա ի սրտե եմ ասում։ Դե ամեն դեպքում այո, երբ որ նայում ենք ID Bank-ը 2.5 միլիոն դարձրեց, այսպես ասած, հաղթանակը Ռիփսիմեն նախատեսել էր 2 միլիոն։ Այդպես է նախատեսել, ինչ պիտի անի։ Ես շատ շնորհակալ եմ քեզ, իրոք ես չեմ սխալվել, որ մտածում էի, որ դու եթե գրես ավելի արժանի ես։ Բայց ուզում իմանաս քայլով իրոք ապացուցեցիր, որ դու շատ արժանի մարդ ես ու շատ արժանի էիր հաղթանակի։ Դա ինձ համար ամենակարևորը։ Այսպես թե այնպես Գևորգը դատարկաձեռն չէր գնալու, որովհետև նույնպես մեր գժական գործընկերներից Pinkberry-ն էլ քեզ համար ընկերս որս նեղվածությունը փոփես, քաղցրո ստրեսից ու մի ամբողջ տարի փոփես։ Նայեք, սա շատ հատուկ է։ Pinkberry-ն սա հատուկ այս առաջարկը ստեղծել է մեր նախագծի համար։ 1 տարի անլիմիտ դու կարող ես օգտվել Pinkberry-ի յուրաքանչյուր պահպակից յուրաքանչյուր վայր։ Շնորհակալություն նաև Pinkberry-ին։ Այո, սիրելիները sense այսպեսի հետաքրքիր էմոցիոնալ, ջիգարով, հավեսով, թիմային, բայց ամեն դեպքում Ռիփսիմեն Խուշուձյանի հաղթանակով ավարտում ենք Arm Games նախագիծը։ Քեզ շնորհավոր։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Մայրամ Ալեքսանյան, սիրելիներս, մենք դարձանք գժական թիմ։ Քեզ մերսի շատ վստահելու համար ու այս անմոռանալի բուրըն օրերի, անքուն գիշերների, որոնք ընդհանրապես չես նկատում անքուն են եղել։ Հիմա մենք ցած միմյանց բոլորով գրկում ենք հաղորդումը եւ այս նախագիծը ավարտվում է, մենք կհանդիպենք արդեն հաջորդ նախագծում։ Գնացին։